Հաճախ ես այդ ջերմությունը գտնում քո մտքերում, երբ զրուցում ես հորեղբորոդ հետ կամ հիշում նրան։ Մհեր, փետրվարի 11-ին հոպարիս ծնունդն էր։ Որովհետեւ չեմ ուզում դրա մասին խոսամ, հասել եմ Շիրմաքարի մոտ, ասել եմ բարև հոպար ու ես իր համար երգել եմ։ Դա ես միտեղ հայելի ունեմ, Մհեր ջան։ Ես եմ իմ ձեռքով աղբորս հետ պատրաստել այդ հայելին, ու ոչ մեկ չէ հայելին ինչ ես այդտեղ կապսել այդ հայելին։ Օրել եղել է, որ ես ամաչել եմ այդ հայելու մեջներում, դա իմ հայելին է։ Ես ամաչել եմ, անգամ նայել եմ, ասել եմ ամոթ քեզ։ Ապտակներ են մեզ պետք կյանքում արթուն մնալու համար։ Մարդիկ սիրում են հեշտին միանգամից վազելը։ Ամուսնալուծությունը հեշտ է։ Այլ պահելն է դժվար։ Մարդուն մի կյանք է տրված, ինքը պիտի ընտրի, ում կողքին ինքը իրան շատ լավ ազգում, ում կողքին ինքը տաք, ում կողքին ինքը ջերմ է, ում կողքին պաշտպանված է։ Տղամարդ լինի թե կին, գիշերվա 5-ին ես գամ տուն, 2 տղաներս պիտի արթնանան, ինձ գրկեն նոր պարկեն։ Ընտանիքում պիտի լինի կնոջ խոնարհությունը, կնոջ հեզությունը, կնոջ հավատքը, տղամարդու նկատմամբ, չգիտեմ, շատ կարևոր է։ Տղամարդը պիտի իր չափերի մեջ մնա, հասկանա, որ իր կինը ամենանու պիտի լինի ամենապաշտպանված, ամենասիրունը, ամենացանկալին։ Չեմ կարող նաև չհարցնել Տաթևի հետ կապված քննարկումների վերաբերյալ։ Նորմալ է։ Ու իսկական սեր են խաղացել։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, Venus Gifts խանութ սրահ, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Cal Coast Vinyl Fencing, Arma Physical Therapy, Տուն Լահմաջու ռեստորան, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, Veranda ռեստորան, My Little Town Eagle Rock խաղասրահ, Yasu ռեստորան, Omorphia Beauty Salon and Spa, Vivaldi Venue and Catering, Timar Realty, MX Motors Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. Dobbs Barbershop-ը մեկնարկում է նոր պրոյեկտ Dobbs Ակադեմիա, որը կօգնի քեզ դառնալ պրոֆեսիոնալ, մրցունակ եւ բարձրակարգ բարբեր։ Դասընթացներն անցկացվելու են ոչ թե բարբերշոփում, այլ հատուկ ակադեմիայում, որտեղ ամեն ինչ նախատեսված է ուսման համար, առանց շեղումների։ Այս դասընթացը քո համար է, եթե 16-ից 30 տարեկան ես եւ ուզում ես ձեռք բերել նոր մասնագիտություն։ Խնդրում ես աշխատանք, որը կլինի ազատ, կրեատիվ ու եկամտաբեր։ Դիմելու վերջնաժամկետ փետրվարի 28։ The story you're about to hear is true. Ողջույն, դուք դիտում եք Տետատետի Երևանյան շարքը։ Մենք շարունակում ենք այստեղ Երևանում իրականացնել նկարահանումներ ու հրավիրել մարդկանց, ում անունները հաճախ են մեր հաղորդումների մեկնաբանությունների բաժնում հայտնվում։ Այսօրվա իմ հյուրը դերասան է, հայտնի երգիչ ու սիրված շոումեն։ Եվ այսպես այսօրվա իմ հյուրը Ավո Ադամյանն է։ Ողջույն Ավո։ Ողջույն։ Շնորհակալ եմ զրույցի մեր առաջարկը ընդունելու եւ առասարակ այն տրամադրության համար, որ այսօր կա մեզ մոտ տաղավարում, իսկապես շատ վառ, դրական, պոզիտիվ էներգիայով ես եկել, վաղ առավոտյան, ինչը բնորոշ չէ արտիստին։ Ես այդպես եմ, փառք Աստծո, ու շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Մայր ջան, շնորհակալ եմ։ Ավո, քեզ ընկալում է հասարակությունը, քո հանրային կերպարը, որպես իրենց մտերիմ ընկերոջ, հարազատի, այսպես իրենց մարդու էներգետիկայով ես հանդես գալիս, անկախ դերերից, կերպարից եւ այլն։ Ես վստահ եմ, որ քո կյանքում շատ քիչ բան է փոխվել հայտնի դառնալուց հետո։ Դրա համար առաջարկում եմ սկսել ամենասկզբից, մանկությունից։ Ինչպիսի ընտանիքում ես մեծացել։ Մեծացել եմ աշտարակում, ծնվել եմ, մեծացել եմ, շարունակում եմ ապրել աշտարակում։ Սովորական վարորդի ընտանիքում, այդպես ասեմ,
հաճախել եմ դպրոց աշտարակում, ինստիտուտ Երևանում, ոչ մի բան չի փոխվել, ոնց că այդպես շարունակվում է։ Երբ մենք փոքր տարիքում ենք լինում, ցավոք մեզնից շատերը կամ ոմանք այնքան խելամտություն չեն ունենում, որ հպարտանան այն դժվար աշխատանքով, որ իրականացնում են մեր ծնողները ու մեզ հասցնում որոշակի կետի, որից անմիջապես հետո մենք կարողանում ենք ինքներս մուտք գործել մեծ կյանք։ Արդյոք այդ տարիքում այն դժվարությունները, որի միջով անցել են բազմաթիվ ընտանիքներ, հիմնականում բոլորս երևի, քեզ ոչ թե հուսալքում էին, այլ հակառակը տալիս ուժ եւ այլն։ Ուժ էին տալիս ու մինչև հիմա այդ ուժով եմ ապրում, ծնողներիս սնած, ծնողներիս պարգևած ուժով եմ դեռևս ապրում, մինչև հիմա, մինչև այս վարքյանը, որ չգիտեմ, մամայի ձեռքի պատրաստած թարմ կամացյութը խմելու եկել եմ այս հաղորդմանը։ Ինձ համար դա երջանկություն է ու հպարտություն է։ Համ իմ ծնողների անցած ճանապարհը, համ իմ մանկությունը, որ նրանց հետ անցել եմ ու շարունակում եմ ապրել։ Ես ծնողներիս հետ եմ ապրում։ Յանալի Ավո, ինչ մանկության մասին է խոսքը, փողոցում, դրսում, խաղերի եւ ակտիվ կյանքի, թե հակառակ ինքնամփոփ դեռահասի։ Չէ, ինքնամփոփ երբեք չեմ եղել ու չեմ լինում։ Փողոց, մանկություն, ձոր, դպրոց, կռիվ, գալմաղալ, խաղալ, չգիտեմ, լուսկու երեսներից հավաքել, ծամոնի թղթեր հավաքել, ինչ կա, զենք սարքել, ինչ կա արել եմ, ամեն ինչ։ Մինչև մամաս ներողություն եմ խնդրում, մինչև մամաս ասում էր լավ, մի 20 րոպե ժամանակ ունես, ենթադրենք գրականությունից հետո պատմությունդ պիտի որ ուղեղդ հանգստանա, որ անցնես պատմությունդ, ես այդ 20 րոպեում ոտաբոբիկ վազելով իջնում ենք երոշից հետ զոր մի հատ գցվում ենք, նորից վազում ենք վերև, տուն, աշտարակում։ Հիմա երբ նայում ես պատշգամբից դուրս կամ պարզապես փողոցում խաղացող երեխաների հազվադեպ ես հանդիպում, կյանքը փոխվել է։ Ինչ ես կարծում, ինչ ենք կորցրել մենք, երբ բակային կյանքը այնքան ակտիվ եւ այնքան բովանդակային չի, որքան որ նախկինում է եղել։ Մի բան ասեմ, վախենում եմ դրա մասին խոսել ու քննադատել։ Միգուցե ամեն մի ժամանակաշրջան իր հետաքրքրությունը ու կարևորությունը ունի, մեր ջան։ Մեր ժամանակում իրականում մեզ թվում է թե կորցրել ենք, որ երեխեքը բակում չեն խաղում, չգիտեմ։ Այն ժամանակ մի հատ փայտից, չգիտեմ, չլիկ դաստա ենք սարքում կամ 7 քար ենք խաղում, մի հատ գնդակ էր լինում, ճարում էինք։ Հիմա միգուցե ամեն ինչ հասանելի է կա ու գումարած դրան երեխեքը ավելի, չգիտեմ, ժամանակակից խելացի են մեծանում։ Մեկ-մեկ հայրս դիտողություն անում ворթիներից, չգիտեմ, հերիքա հեռախոսը, աչքերը բան։ Ես հասկանում եմ, papan ճիշտ ասում, բայց այդ երեխու աչքերն էլ արդեն սովորա դրան։ Մեր աչքերը դրան սովոր չէր, այն ժամանակ կարող է երկար հեռուստացույց ենք նայում, ասում ենք աչքերներս կարող է ցավա, բայց հիմա իրականում այդ երեխեքի աչքերը սովորը համակարգչի են, հեռախոսին, չգիտեմ, այդ լույսին է սովոր։ Չեմ կարծում, որ ավելի շատ արժե համակարգի փոփոխություն է, ոչ թե ինչ-որ բանի կորուստ։ Երևի ամենակիչը քեզնից էի սպասում, գիտես, տես տոլերանտ վերաբերմունք այս նոր տեխնոլոգիաներին կամ նոր իրականությանը, որովհետև այնուամենայնիվ ես կարծում եմ կան բաներ, որոնք փողոցում սովորում ես եւ որը վիրտուալ իրականությունը կամ համացանցը սովորեցնել քեզ չի կարող։ Ես միանշանակ համաձայն եմ, ես գլոբալ խոսեցի։ Հիմա տեսեք, հիմա on-line տղա երեխեքը իրար հետ կռիվ են անում, հեռախոսով, ու ես դրա ականատես եղել եմ մեր տանը։ Դա կյանքում եղել է մի անգամ ու չի կրկնվել։ Ես իմ երկու տղային, հիմա իրանք լսելու են այս հաղորդումը։ Մի տղաս, մեծ տղերք են արդեն իրանք ինքնուրույն մեծանում են, ինքնուրույն։ Ու կինս ամեն վարքյանը, որ ես տանը չեմ լինում, հա, գործի բերումով։ Կինս այսպես ստվերի նման տղերքիս հետևում է, նաև ոստիկանի։ Ուրեմն ասեց, որ սենց բան ա եղել, ոնց հասկանում եմ ավիկ, պարապող երեխու հետ տենց թեմա ա եղել։ Երկու տղայից ես իրար հեռախոսով հայհոյել են։ Երկու տղաս տուն չեն եկել գիշերը, մինչև իրենց հարցերը չեն լուծել, ու իրանք հասկացել են, որ իրենց այդ on-line այդ հիմար բաները կյանքի հարցեր չեն կարողանում լուծեն։ Դրանով կարակ պարզապես աշխատեք։ Ես դրա մասին չէի խոսում։ Ենթադրենք մեր ժամանակ մենք 7 քարն ենք խաղացել կամ չգիտեմ, պահկվոցին, չգիտեմ, հավալը, էշ միլիցա, ես գիտեմ որ քո հարթումը շատ լավն է անմիջական, դրա համար այսպեսի ավելի լավ լինի։ Հիմա երեխեքը չգիտեմ, ես ինչ են խաղում իրար հետ նստած բան չունեմ ասելու։ Ես ցավում եմ, որ հիմա մեր բակում, մեր հայաթում մենակ իմ տղեն է, այն էլ ինչ անում, մի հատ կվադրոցիկլ ունի, առավոտից իրիկուն հարևանների գլուխը տանում է։ Ավո ինչպես ընտրեցիր մասնագիտությունդ, կար ուղղվածություն, հետաքրքրվածություն, թե դա պատահականության արդյունք է։ Ասո ավելի նախախնամության ձեռքն էր խառը, մատն էր խառը, բայց ասո Աստված արել 88 թվականին երկրաշարժից առաջ երբ որ գնացել են ընտանիքով հարսանիք են հրավիրված եղել մեր բարեկամի հարսանիքը, ես փոքր երեխա եմ եղել 7 տարեկան։ Լույսերը գնացել է այն ժամանակներում։ Հապարս լուսահոգի
հավերժ պարկ իրեն։ Լուսերը գնացել է սոպարասինից բարձրացրել է դրել աթոռի վրա, երաժիշտները չեն կարողացել աշխատել։ Ասել է տղա ջան, երկի ես սկսել եմ հարսանիքը տանել, լուրջ եղել է, ես հիշում եմ այդպես բաներ շատ ա եղել։ Մոտեցել եմ մեզ մի մարդ, մենք չենք ճանաչել ով է, մեծ մայստրո պրոֆեսոր այդ ժամանակ հրավիրված են եղել Թովմաս Պողոսյանը, չգիտեմ իր խմբով, ժողովուրդ ասել են, երեխան կարքին երեխա, կարքին երգում են, չի չեք բերում մեր, մենք չենք իմացել։ Ու իմ ուսուցչուհին այս վերջում հաղորդում եղավ իմ ընկեր Գայանե Գրիգորյանը, որ իմ երգի առաջին մեծ ավանդը, պաշարը, չգիտեմ, կտակ ինձ տվել է, ինձ գրել է, իմ ընկեր Գայանեն ա եղել։ Գնացել եմ, ընդունվել եմ Գանձասար համույթի, մեր փոքրերն էինք մենք, հայկազունքներ, ընդունվել եմ այդտեղ ու երգել եմ։ Հետո ներողություն 8-րդ դասարանում արդեն որ պիտի մասնագիտության մասին մտածես, իրականում ես երազանքս եղել որ դառնամ բժիշկ ու ընկերներից մեծ մասը բժիշկներ են։ Հիմա որ կարևոր մարդիկ որ բոլորս ճանաչում ենք։ Իրավի կյանք փրկողներ, ես ինձ հետ վիրահատության եմ մտնում, զանգում եմ նույնիսկ Հեբոյան Գագիկը, իմ հարազատ ընկերս, եղբայրս, քավորս, Սանիկս ինձ ասում է դու իմ սկզբից քույրն է իր, հիմա դառել եմ ասիստենտ, աշ ձեռքն եմ դառել, հա մի անգամ մութ ու ցուրտ տարիներին, որ լույս չկա, մաման պապային պատմում, ասում է մեր աշխատողի, իմ հետ աշխատողի երեխան 2 ամսում թե 3 ամսում դաշնամուր է սովորել, չգիտեմ արագացված կուրսերը, լուրջ եմ ասում, մի վայրկյան չեմ sense երկ մտել, պապ մամ ես ուզում եմ այդ դաշնամուրը, ես գիտե շատ դժվար է, գիտե վարձ տալը շատ դժվար է այն ժամանակ, ու իրանք էլ հաջորդ օրը տարել են ինձ այդ դաշնամուրի ընկեր Լուսինեի մոտ, հետո պարապեցի, ընդունվեցի ինստիտուտ ու չգիտեմ, տենց ստացվեց։ Վստահ եմ ձեզնից շատերը արդեն հասցրել են լինել Գլենդելի, Լոս Անջելեսի լավագույն ռեստորաններում եւ հիմա պահն է նորության եւ նոր զգացողություններ փորձելու։ Առաջարկում ենք ձեզ տեղափոխվել Հունաստան, Գլենդելում։ Յասու այդպես է կոչվում հունական ռեստորանը, որին առաջարկում ենք ծանոթանալ հենց հիմա։ Հունական շոու ծրագրի ապահովման ամենակարևոր կոմպոնենտներից մեկը տրամադրությունն է, որը ստեղծում է հունական հին ավանդույթը, երբ պարերի եւ քեֆի ընթացքում կոտրում են ափսեները։ Յասու ռեստորանում այդ հաճույքը կարող եք վայելել յուրաքանչյուր երեկո։ Հունական ռեստորան Լոս Անջելեսում փորձել եմ գտնել շատ երկար ժամանակ։ Նրանցից մեկը գտել եմ Մալիբույում, որը առանց շոուի էր եւ առանձնապես որևէ հունական տրամադրություն չէր փոխանցում, մյուսները Լոս Անջելեսում, որոնք գրեթե նման էին ֆաստ ֆուդի։ Լավագույն հունական ռեստորանը ժողովուրդ Գլենդելում է։ Այս ռեստորանում ամենակարևորը դուք կգտնեք լավագույն սպասարկումը, լավագույն շեֆ խոհարարները, որոնք ուտեստները պատրաստում են պարզապես ամենահամեղ կերպով, կգտնեք ամենալավ սպասարկումը, որովհետև սպասարկման որակը այստեղ պարզապես անգերազանցելի է, կգտնեք բարմենի կողմից պատրաստված ամենահամեղ եւ ամենահետաքրքիր խմիչքներն ու կոկտեյլները եւ որ ամենակարևորն է շոու ծրագիրը։ Կենթանի հնչողությամբ եւ երաժիշտների կողմից ներկայացվող շոու ծրագիրը լավագույնն է հունական ռեստորանների շարքում հենց այստեղ Լոս Անջելեսում։ DJ-ը բնականաբար իհարկե կապահովի ամենաբարձր տրամադրությունը։ Քիչ անց միասին կտեսնենք, թե ինչպես են ուտեստները պատրաստվում եւ ինչպես են իհարկե խոհարարների կողմից մատուցվում ամենահամեղ համադամ ուտեստները, իսկ այժմ կուզեմ խոսել նաեւ միջոցառման ֆորմատների մասին։ Յասու ռեստորանը առաջարկում է երեկոներ անցկացնել այստեղ ընկերներով եւ ընտանեկան միջավայրում, այսինքն դուք կարող եք ընդամենը 4-5 հոգով ընկերներով կամ ավելին գալ միասին վայելել երեկոն, լսել երաժշտություն եւ ուտեստներ իհարկե փորձել եւ որ ամենակարևորն է, կարող եք պարզապես իհարկե ձեր միջոցառումները, ձեր առիթները անցկացնել այստեղ, հենց Յասու ռեստորանում։ My Little Town Eagle Rock, այսպես է կոչվում այս շքեղ ու ընդարձակ մանկական խաղասրահը, որը ձեր երեխաների ժամանցի, ինչպես նաև ծննդյան տարեդարձերի եւ պարզապես առօրյայի համար կարող է լինել լավագույն վայրը։ Այստեղ դուք կարող եք անցկացնել ձեր անհատական միջոցառումները, ծննդյան տարեդարձերը եւ իհարկե կարող եք ամեն անգամ ձեր երեխաներին բերել այստեղ հանգստի։ Eagle Rock-ում գտնվող այս ֆանտաստիկ խաղասրահը հարմար է նաև հարակից քաղաքներից այստեղ երեխաներին բերելու համար։ Մեծահասակների համար ամենը եւս մտածված է երկրորդ հարկում, որ քիչ անց կդիտենք եւ կտեսնենք։ Նախատեսված է մեծահասակների սրահ, որտեղ դուք կարող եք անցկացնել ձեր ժամանցը ձեր ընկերներով եւ սպասել երեխաներին մինչեւ նրանք կզվարճանան։
Հիմա խոսելով երեխաների մասին, պետք է նշել, որ My Little Town Eagle Rock-ը առաջարկում է ամենաթույն ու ամենահետաքրքիր խաղերը, որոնք նոր տեխնոլոգիաներով զարգացած են եւ պարզապես այլ խաղասրահներում գտնելն անհնար է։ Այստեղ գործում են նաեւ ավանդական խաղերը, որոնք ձեր երեխաներին կմատուցեն ինտերակտիվ խաղեր, ինչպես նաեւ հետաքրքիր ու առողջ ապրելակերպ։ Պետք է նաև նշել, որ սնունդը եւ սպասարկումը եւս ամենաբարձրակարգ եւ ամենաֆանտաստիկ փաստորեն լեվելի վրա է, սահմանների վրա է, եւ ինչպես տեսնում եք, այստեղ արդեն պատրաստվում են տոնական ծննդյան տարեդարձ նշելու, այնպես որ չենք խանգարի որևէ մեկին, բայց այդ ընթացքում կդիտենք նաև խաղերը։ Այս ընդարձակ սրահը ահա նախատեսված է մեծահասակների համար, ովքեր կսպասեն իրենց երեխաներին ծննդյան տարեդարձի կամ պարզապես հետաքրքիր ժամանցի ընթացքում։ Պետք է նշել նաև, որ այստեղ գործում են եւ կանանց խմբերի համար, եւ տղամարդկանց խմբերի համար առանձին հատվածներ, լավ ժամանց անցկացնելու համար։ Նախ ինչով է առանձնանում My Little Town Eagle Rock-ը։ Իր տարածքային իհարկե մեծությամբ եւ խաղերի նորարարությամբ։ Այստեղ ի հեճուկս ի հակառակը մյուս բոլոր խաղասրահների տարածքը այնքան մեծ է, որ ձեր երեխաները ամեն րոպե եւ ամեն պահի նոր իրենց համար հետաքրքիր մինի վայրեր կգտնեն եւ որ ամենակարևորն է, սարքավորումները այնքան նոր են, որի ձեր երեխաները հաստատ արագ չեն ձանձրանա։ Ողջույն, ես The Grigorian Law Firm-ում եմ եւ ինչպես ամեն անգամ այսօր իմ զրուցակիցը պետք է լինի իրավաբան Աննա Գրիգորյանը, ում սիրով ողջունում եմ, Աննա ջան, Trust-ի հետ կապված մեր ամենատարբեր եթերներ, միշտ հետաքրքրությամբ են նայում մեր հեռուստադիտողները եւ որ ամենակարևորն է լիքը բան են սովորում, ինչի համար քեզ շնորհակալություն։ Ես ուզում եմ այսօր խոսենք Trust-ի մի տեսակի մասին, որը իմ մոտ նորություն էր, բացահայտում էր, բարձվում է, կա նաև զենքերի համար հատուկ նախատեսված Trust, որը ունի ամենատարբեր շերտեր եւ նրբություններ։ Դրանցից գոնե մի քանիսի մասին արի այսօր ներկայացնենք մեր դիտողներին։ Շատ ճիշտ է, մենք ունենք հատուկ Trust, Gun Trust, որը մենք գրում ենք այն մարդկանց համար, որ իրանք ունեն զենքեր, տարբեր զենքերի տեսակներ։ Սովորական զենքերը չենք կարող դնել revocable մեր սովորական Trust-ի մեջ, դա դնում ենք հատուկ Trust-ի մեջ։ Եվ այդ Trust-ը գրելը ունի շատ խիստ կետեր, որին մենք պետքա նուրբ ձևով մոտենանք եւ այնպես անենք, որ ամբողջ կետերը ճիշտ լինեն, օրենքը հարգելով։ Կալիֆոռնիան ունի շատ խիստ զենքերի օրենք եւ այն մարդը, ովքեր ունի զենք, չի կարող ուղղակի այդ զենքերը թողել տանը, որ իրանից հետո իր երեխաները կամ կինը կամ ընտանիքի մյուս անդամները ձեռք բերեն։ So ունենք հատուկ Trust, որը որ մենք գրում ենք տալով զենքը այն մարդկանց, որ իրավունք ունեն ստանալու զենքը, չունեն criminal background, իրանց տարիքը համապատասխանում է զենք ունենալու, գիտեն զենք օգտագործել, նա կախված է որտեղ են իրանք ապրում, օրենքները կախված է իրանց ապրած տեղից, Trust-ի գրվելու տեղից, այն զենքերից, որը որ դնում ենք Trust-ի մեջ, so ոնց որ նշեցիր, կան մի քանի շերտով օրենքներ, որ պետք է պահպանենք ճիշտ Gun Trust գրելու համար։ Living Trust-ի կարևորության մասին բազմաթիվ անգամներ խոսել ենք եւ ամեն անգամ կոչ ենք արել մեր դիտողներին, որպեսզի դիմեն Աննա Գրիգորյանին եւ ապահովեն իրենց ունեցվածքը, բայց օրինակ զենքերի մասին ես չգիտեի, նախ որովհետեւ չունեմ զենքերի կոլեկցիա կամ զենքեր, դրա համար երևի թե հետաքրքիր չեմ եղել, բայց վստահ եմ, որ կան շատերը, ովքեր օգտվելով օրենքի գերակայությունից եւ քանի որ օրենքը թույլ է տալիս Կալիֆոռնիայում, ունեն զենքի մեծ կոլեկցիա, այնպես որ ապահովեք նաև այդ հարցը եւ այսօր իսկ դիմեք Աննա Գրիգորյանին, որպեսզի ձեր զենքերը եւս լինեն ապահովված Trust-ով ու այսօրվանից դուք կիմանաք թե ում եք թողնելու ապագայում ձեր զենքերի կոլեկցիան։ Շնորհակալություն Աննա ջան։ Եղբայրդ իհարկե վճռորոշ դեր ունեցել եւ քեզ բարձրացրել է, բայց ես կարծում եմ որ մարդիկ կամ արտիստ լինում են կամ չեն լինում եւ այն մարդիկ ովքեր այդ ճանապարհին հանդիպում են կամ ճիշտ որոշումներ են կայացնում, ուղղակի միջնորդ են այդ ճանապարհին։ Հասցրել է արդյոք հոր եղբայրդ տեսնել քո հաջողությունները։ Չէ, տեսել է, բայց չէ, ափսոս։ Չէ, հոպարը չտեսավ։ Հաճախ ես հիշում իրեն կամ մտածում որ լավ կլիներ, որ երազում եմ։ Ախպերս հոպարից տղան Սերգեյը, Սերոժիկս։ Ես ասում եմ դու քաշել ես քո հոպարին, ես քաշել եմ իմ հոպարին։ Հոպարս մեր ամեն ինչն էր, կյանքս էր։ Չէ, չտեսա, բայց նենց է մեկ-մեկ մտածում եմ, ասում եմ հոպարը որ լիներ, այն որ sense հորեղբայրս որ լիներ,
հարազատ ամենամոտ ընկերս էր լինելու, ասենց ամեն ինչ էր լինելու, բայց տենց էլ եղել ենք մենք իրար հետ, ինձ շատ է սիրել հոպարս։ Ես շատ ծոցն եմ մեծացել, այդպես գրկած քնել է ինձ։ Տենց։ Մենք երբեմն զրուցում ենք մարդկանց հետ, ովքեր ցավոք չկան մեր կյանքում, հաճախ ես այդ ջերմությունը գտնում քո մտքերում, երբ զրուցում ես հորեղբորոդ հետ կամ հիշում նրան։ Մայր փետրվարի 11-ին հոպարիս ծնունդն էր։ Որովհետեւ չեմ ուզում դրա մասին խոսամ, հասել եմ Շիրմաքարի մոտ ու ես հասել եմ Շիրմաքարի մոտ, ես հետո ինձ տեսա կողքից։ Հասել եմ Շիրմաքարի մոտ, ասել եմ բարև հոպար ու ես իր համար երգել եմ։ Իր երգից նստածում էր կողքը, կարքին տղա էր հոպարս ուտող համ ասում էր Ավիկ ջան, ինձ Ավիկ են ասում։ Ավիկ ջան հələ 50 տարին երգի հոպարի 50 տարուն ես պետք է հələ հոպար 50 տարին երգի։ Ու այդ երգը հոպարս է սովորացրել, այնքան երգացրել։ Ինձ մի ժամանակ մտածում եմ, որ այդ երգը պետք է սարքեմ, ձայնագրեմ։ Հետո մտածեցի Կարինեն հոպարս կինը, տենց գիտեն այդ երգը, տես բան չարեցի, էլի։ Ինչ հանգամանքներում է հեռացել կյանքից հորեղբորը։ Քնելը չի արթնացել։ Ուղղակի քնելը չի արթնացել։ Երբ հիմա արդեն հասուն տարիքում ես մտածում մարդկային կյանքի մասին, կյանքի շարունակության, առհասարակ գենետիկ կապի, չէ՞ որ մեր մեջ կան այն բոլոր սերմերը, որոնք որ մեր ավակ սերունդն ունի, վերաիմաստավորում ես կյանքը եւ արդյոք կարողանում ես այն ինչ որ չես հասցրել անել, նոր սերնդի հետ ավելի անմիջական հավանաբար այդ թեմայով շփվել։ Չգիտեմ, այս անընդհատ ասում եմ, այս մեկ-մեկ ասում եմ, ապրեք այս կյանքը։ Ապրեք, ես սիրում եմ առաջին հերթին Աստվածահաճո ապրել այս կյանքը, բայց միևնույնն է, չենք կարողանալու տենց 100% ապրել։ Ես աշխարհի կյանքով եմ ապրում, թեպետ երազում եմ, որ մի օր ամեն ինչ թողեմ ու հոգևոր կյանքով ապրեմ, որ ես ամեն օր եկեղեցի գնամ, եկեղեցուց դուրս չգամ, չեմ կարա պարզապես։ Իրականում չեմ կարա, իմ սրտում է իմաստվածը, ես մեր եկեղեցիների, ես աշտարակում եմ ապրում ու այն ամենահզոր մեր եկեղեցիները, մեր քահանաների հետ ես ուղղակի պաշտում եմ իրենց, ես իրենց պիտի տեսնեմ, իրենց ձեռքը համբուրեմ։ Ասում եմ, մեր տարիքի տղերքը մարդիկ արդեն քնում են չեն արթնանում, արդեն քնում են չեն արթնանում, շատ է կյանքը կարճացել, շատ է մահը առաջ եկել, եկեք ապրենք, եկեք իրար սիրենք, լույսը բացվում է, ես կարող զանգեմ քեզ, ասեմ, հեր, գիտես, ես քեզ այնքան շատ եմ սիրում, այնքան շնորհակալ եմ, ասես, խի ախպեր, ասեմ, տենց, սիրում եմ քեզ շատ, Վարշամ, ես քեզ շատ եմ սիրում, Պողոս, ես քեզ շատ եմ սիրում, որտեվ շատ կարճ է կյանքը, կարող է մի հաջորդ վայրկյանին չհասցնենք, ասենք։ Դրանից եմ վախենում եմ, որ չհասցնեմ իմ սերն ու բարությունը այդ ամեն ինչը մարդկանց տամը ցուցաբերեմ։ Այդ իմ համար կարևոր է, երեխեքիս, ընտանիքիս։ Հավ, ես սենտիմենտալ ու նաիվ չեմ գտնվի ու չեմ հարցնի քեզ գործած մեղքերի, ասում են յուրաքանչյուրս ամեն օր կարող ենք չգիտակցված մեղքեր գործել եւ այլն, բայց կան որոշակի բաներ, որոնք մեր կյանքի ընթացքում շատ ծանր են նստում մեր խղճի, մեր սրտի վրա։ Կան բաներ, որոնց համար դու զղջում ես, որ ցավոք ժամանակի ընթացքում չես հասցրել շտկել, փրկել իրավիճակը։ Իրականում չգիտեմ, հնարավոր չի նման բան եղած չլինի, բայց չկա մի բան, որ sense սրտից վրա անընդհատ մի անկյունում ծանրացել ու ինձ խեղդում, ասում է, ինչի արեցիր կամ ինչի չարեցիր կամ ինչի չհասցրեցիր կամ ինչի չփրկեցիր։ Փառք Աստծո, խնդրում եմ ասում, որ նման բան չլինի, որովհետև ես ինքս այդ ամեն ինչը շատ դրժությամբ ամեն քայլ, ամեն դատա, ես գիշերը որ պարկում եմ քնելու, պիտի անպայման ես օրվա այսպես ժապավենս հետ տամ ու տեսնեմ որտեղ է շատ սխալ, որտեղ ինչ արեցի կամ որտեղ թերացա։ Ես միտեղ հայելի ունեմ, Մհեր ջան։ Ես եմ իմ ձեռքով աղբորս հետ պատրաստել այդ հայելին ու ոչ մեկ չէ այդ հայելին ինչ ես այդտեղ կպսրել այդ հայելին։ Օրել եղել է որ ես ամաչել եմ այդ հայելու մեջնել եմ, դա իմ հայելին է։ Ես ամաչել եմ, կամ նայել եմ, ասել եմ ամոթ քեզ։ Կամ նայել եմ, ասել եմ դելա ոչինչ, ես այդ հայելին ունեմ, լուրջ ունեմ, դրանք, չգիտեմ, միգուցե իրեղեն, իրատեսորեն ինչ-որ բաների եմ մոտենում, բայց չէ, ապտակներ են մեզ պետք կյանքում, արթուն մնալու համար, ու շատ ապտակներ ունեցել եմ։ Հավ, ինչպես ես ընտրում արդեն մասնագիտությունդ ուսումնական հաստատությունում, գիտեմ, որ ընտրել ես շատ լուրջ մասնագիտություն, օպերետի դերասանի մասնագիտություն, որը իրենից ենթադրում է երկար աշխատանք, շատ լուրջ մոտեցում եւ այլն, ու փառք Աստծո, որ ունես նման մեծ, այսպես background քո ետևում, անցած ճանապարհ։ Եվ դա որոշակիորեն հակասում է նաեւ այն գործունեությանը, որով այսօր զբաղվում ես, այդ թեմային կանրադառնանք դեռ, բայց ինձ հետաքրքիր է մասնագիտության ընտրության հարցը։ Մասնագիտացման process-ի հարցը։ Լավ, եկեք սա էլ պատմեմ։ Գնում էի կոնսերվատորիա գործերը ստալու։ Հայրս Ռուսաստանի Դաշնությունում էր։ Մեծ պապան, մեծ մեքենաներ ակշել, ֆուրեր։ Գնացել էր գործի պապան։
Հայաստանում չէ, որ ես պիտի գնայի ընդունվեի կոնսերվատորիա։ Մի մտերիմի ծանոթի հետ գնացինք կոնսերվատորիա մուտքից գլխավոր ոտք չդրած, այդ ծանոթ մարդուն մեր ընդհանուր ծանոթին հանդիպես մի տարեց մարդ։ Անուն չեմ տալու, բայց հետո այդ մարդին մանկավարժականում դա ստվեց։ Բարև, ինչ կա, լավ եք, բան, ասեց ընկերոջս երեխուն ծանոթի երեխուն բերել են, որ ընդունվի պապան ստեղ չի ինքն եկել։ Մեր տանը շատ ընդունված չի, որ կանայք են հարցեր լուծում։ Դրա համար ես գնացի այդ մարդու հետ։ Ասեց արի բան եմ ասում, չգիտեմ ինչ խոսացվեց, ինչ եղավ, եկավ, ասեց խազերը պարապել, չգիտեմ, այնպես բաներ ասեց, որ բան արևելյան լադ են մցրել, չգիտեմ, ես այնպես բաներ, ես աղոտ եմ հիշում, բայց հիշում եմ, որ ասած բան արդեն խոժոր դեմքով ուրիշ տեղով ես գնացել, արդեն հասկացել եմ ինչ թեմա է։ Հասավ թեման նրան, որ վճարովին այսքան արժի, անվճար այսքան արժի, ընդունվել է։ Իրոք իրականություն եմ ասում, հենց այնպես չեմ խոսում, դրա մասին բոլորը գիտեն։ Ես քաշվեցի մի կողմի վրա, կրիայի պես մտա պայծյանից մեջ, այդ մարդուն ասացի, ով ինձ տարել էր, ասի, «Մենք զանգենք պապայիդ, հնարավոր չի կարող, բան ասացի, ես քեզ խնդրում եմ էլի։ Արի գնանք տուն»։ Դες քայլերով կոնսերվատորիայից իջանք Խանջյան, Ալեք Մանուկյանի այգում Սիրո Արահետ մի հատ կաֆե կար։ Առաջին անգամ մեծ հաշիվը տեղ եմ փակել։ Ասացի, արի գնանք պաղպաղակ ուտենք, մի հատ սուրճ խմենք, նստեցինք։ Ու պատահական իրան էլի մարդ հանդիպեց։ Էլի անուն չեմ տալու, բայց Լուիս Իշնի Շիրիմին դերասան։ Լուիս Իշնի Շիրիմին, ով մանկավարժական ինստիտուտում դաս էր տալի կուլտուրայի ֆակուլտետում։ Ասաց, ինչ կա, ոնց ես, բան, ասաց, հա ընկերոջս երեխունի պատմությունը, բան, ասաց, գժվել է, ասում եմ, արի գնանք մի հատ հորդ հետ խոսանք, բան, ասաց, խեք ես երեխուն տանում կոնսերվատորիա, տենց որ ասում ես, թեմաներ էլ կա։ Մտեք մանկավարժական, որ ասում եք երկումը համելու իր երազանքն է, չգիտեմ, բեմը, արվեստը, թատրոնը, կինոն խաղալը, ինչի՞ չեք տանում այդտեղ։ Ազնիվ խոս մենք ընտանիքով դրա մասին տեղյակ չէինք։ Ես լսում եմ այդ խոսքը, բայց չէ, ես իրիկունը հոր հետ կխոսամ, բան, ես չգիտեմ ինչ թեմա է։ Ասացի, ես ուզում եմ մանկավարժական կուլտուրայի ֆակուլտետ օպերետայի դերասան, արդեն ֆիքսել եմ։ Ասի, ես իջնում եմ այնտեղ գործերս տամ։ Ես ինքս իջել եմ գործերս տալ, ասում եմ դու խելառ ես, երբ ես պարապել, ասի եստեղ եմ գործերս տալիս, որտեղ ես մտածում եմ, որ իմ մի տարի եղավ, որ պապան տուն եկավ, իր աշխատածը շատ թանկ էր, վարձը կամ այն ժամանակ դոլարը, հազիվ հասնում էին վարձ փակեին կամ, բայց որ տատս ասում էր, ինձ վարդի պես են բայ, շատ լավ են ինձ բայ, ես ոչ մի բանի կարիք չեմ ունեցել, ամենալավը հագել եմ, ամենալավը գնա, ոչ մի բանից հետ չեմ ընկել, միգուցե ծնողներս գիշերու ցերեկ աշխատել են կամ ցույց չեն տվել ինձ, բայց ես դա ունեցել եմ։ Շատ լավ են ինձ նայել իմ ծնողները, մեռնեմ իրենց կյանքին։ Գնացի գործերս տվեցի, ընտիր այդ մանկավարժական ինստիտուտում ու հանձնաժողովում տեսա Երվանդ Մանարյանին, խոնարհում Լուիս Իշնի մայստրոյին վարպետի Շիրիմին։ Դումյասի Երվանդ Մանարյանը կյանքում առաջին անգամ կուրս էր հավաքում։ Օպերետայի դերասան իր կուրսն էր հավաքում, խումբը։ Ու ես դարձա Երվանդ Մանարյանի ուսանողներից մեկը։ Մի անգամ բոլոր ընկերներս հիմա մինչև հիմա ընկերներ ենք, ամեն օր իրար հետ կապ ունենք, սիրում ենք, ու ամեն օր չէ լավ ընկերություն ենք անում, բայց ես կարծում եմ, որ մենակ ես եմ հիմա դրա մեջ, նու չեմ շարունակում, ես չեմ կարող այդպես իրավունք չունեմ ասել, որ շարունակում եմ մայստրոյի գործը կամ ինչ որ մի թեթև մի, չգիտեմ, ճյուղ, բայց ամեն դեպքում գոնե մի քիչ մոտ եմ։ Այդպես մի անգամ ջղայնացավ մայստրոն վրաս, չգիտեմ ինչ են, այնքան լավ ենք ապրել իր հետ։ Նույնիսկ ընկերներիցս հիշում եմ գռազ էին եկել Երվանդ Մանարյանի հետ։ Ինքը տարով մեզ հյուրասիրեց, շատ լավն էր։ Մի օր ջղայնացավ հերթով եկավ, դու չգիտեմ, ու ասաց, դու սենց նայես դեմքին, սենց ուլի պես նայում եմ դեմքին, ինչ կա, ես ինչ եմ ասած։ Արա երազանք ունես դու մի հատ, ասացի լուրջ, ասաց մի հատ երազանք ունեցի, աշտարակցի մարդ ես, մարդ դառի գնա ձեր ծիրանավորը վերանորոգի։ Լուրջ եմ ասում, այդ իր խոսքն ա եղել, ու իմ գեր նպատակը սա, չգիտեմ, ինվեստորներ գտնեմ, ես չգիտեմ, մի բան պիտի ես այդտեղ անեմ, ասած գնա ձեր աշտարակից իրանավորը վերանորոգի։ Մենք գտնվում ենք իմ ամենասիրելի ռեստորանում, վերանդայում, որտեղ գործում է նաև Վերանդա Lounge-ը։ Իհարկե, ժամանցային ինդուստրիայի մայրաքաղաքում Լոս Անջելեսում այլևս որևէ մեկին զարմացնել չես կարող ոչ շոու ծրագրերով, ոչ ուտեստներով եւ ոչ էլ իհարկե անսպասելի լուծումներով։ Այստեղ ամեն ինչ տեսել են։ Վերանդան զարմացնում այն հետաքրքիր եւ նոստալգիկ մթնոլորտով, որը կարողանում է առաջարկել Վերանդա Lounge-ում Երևան Nights-ի ընթացքում լեգենդար երևանյան գիշերների մասին, Երևան Nights-ի մասին լսել եք հավանաբար բոլորդ։ Գիտեք, որ շոու ծրագրի համեղ ուտեստների շեֆ Խորարի կողմից պատրաստված
գլուխգործոցների եւ բարմենի կողմից պատրաստված հետաքրքիր կոկտեյլների շնորհիվ դուք տեղափոխվում եք մայրաքաղաք Երևան եւ վայելում նոստալգիկ հիշողությունները։ Իսկ ահա Վերանդա ռեստորանը, որ արդեն վաղուց դարձել է հայերի ամենասիրելի օրաններից մեկը, առաջարկում է ձեր բոլոր տոները, միջոցառումները տոնել հենց այստեղ, Վերանդայում, որովհետև այստեղ են ամենահարմար եւ լավագույն, իհարկե, տարբերակները գների տեսանկյունից եւ իհարկե բարձրակարգ սպասարկում եւ շեֆ-խոհարարների կողմից եւ իհարկե սպասարկող անձնակազմի եւ որ ամենակարևորն է, շոու ծրագիրը ձեր տոնը կդարձնի իսկական տոն։ Այնպես որ համեցեք Վերանդա։ Միջոցառումների ամենատարբեր առիթների կամ պարզապես ձեր սիրելիներին անակնկալ մատուցելու համար դուք վստահ եմ շատ մանրամասն եւ քմահաճ եք ընտրում այն ծաղկի սրահ, որտեղից պետք է պատվիրեք ծաղկեփունջը։ Tulip Drip խանութսրահը գործում արդեն բավականին վաղուց եւ համայնքում ձեռք է բերել վստահություն եւ բնականաբար իհարկե բավականին հայտնի անուն է։ Համահիմնադիրը Անին իմ կողքին է, ում հետ միասին մենք խոսենք իրենց աշխատանքային process-ի եւ առասարակ տարիների փորձի մասին։ Ողջույն Անի։ Ողջույն Մհեջան։ Անի, ինչու պիտի մարդիկ ընտրեն Tulip Drip խանութսրահի առաջարկած տարբերակները։ Մհեջան, առաջինը, որ մենք ունենք երկար տարիների աշխատանքային փորձ, որը մեզ թույլ է տալիս այնինչ պատկերացնում ենք կյանքի կոչել։ Գները մեզ մոտ խելամիտ են, ունենք առաքում ամբողջ Լոս Անջելեսի տարածքում եւ ցանկացած հաճախորդի ցուցաբերում ենք անհատական մոտեցում։ Առասարակ իհարկե յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցում ցուցաբերելը ամենակարևորն է տվյալ պարագային, որովհետև սովորաբար դուք պատվիրում եք ծաղիկներ ձեր սիրելիներին երջանիկ դարձնելու համար կամ պարզապես մարդկանց շնորհակալական խոսք փոխանցելու համար, իսկ այդ պարագայում ճաշակը եւ ձեր պատկերացումները պետք է համընկնեն։ Իսկ հա անհատական միջոցառումների եւ տարբեր առիթներին ձեր տոնը ավելի գեղեցիկ դարձնելը Tulip Drip խանութսրահի երկար տարիների աշխատանքային փորձն է եւ իհարկե իրենց մասնագետների ունեցած երևակայությունը եւ փորձառությունը զանգահարելով նշված հեռախոսահամարներով կամ պարզապես այցելելով այս վեբկայքի հասցեով դուք կկարողանաք գտնել ձեր սիրելի եւ ձեր նախընտրելի ծաղկեփունջը։ Ողջույն, Միացյալ Նահանգներում տների հարցում բոլորս կարևորում ենք ոչ միայն գեղեցկությունը, այլ նաև privacy-ին, հարմարավետությունը եւ իհարկե անձնական տարածք ունենալու հնարավորությունը։ Մեր նոր գործընկերը, որի կոորդինատները տեսնում եք ձեր էկրաններին, առաջարկում է լավագույն ծառայությունները ձեր տան ցանկապատման, դարպասների, քզիբոների, փադիոների եւ իհարկե տան երեսպատման համար։ Պետք է նշել, որ լավագույն մասնագետներն են այստեղ աշխատում եւ նրանց աշխատանքի համար գործում է 5 տարվա երաշխիք։ Իսկ արդեն որակյալ ապրանքի համար, որը ամերիկյան ծագման ապրանք է, lifetime երաշխիք կա, այսինքն երբեք ու երբեք այն չի փչանալու։ Ամենակարևորը, դուք պարտավոր չեք վճարել ծառայության համար ինձ ամենասկզբից գործում է ֆինանսավորման հնարավորություն, կարող եք գալ, ընտրել եւ իհարկե հետագայում վճարել ձեր ընտրած ծառայության համար։ Եվ իհարկե մասնագետը գալիս է ձեր տարածք, այսինքն դուք կարիք չունեք ժամանակ ծախսելու եւ միասին կարող եք ընտրել այս օրինակ հումքից, թե որն է ավելի շատ համապատասխանում ձեզ եւ ձեր իհարկե տանը։ Եվ միասին իհարկե կարճ ժամանակահատվածում կկատարվեն տեղադրման աշխատանքներ, որից հետո դուք կարողանաք վայելել ձեր գեղեցիկ առանձնատունը։ Որպես արտիստ Մանարյանի էսթետիկան լրիվ առհասարակ այլ էր եւ որևէ կապ հավանաբար չունի քո հետ, բայց կա մի բան, որը ընդհանուր է հավանաբար, դա իսկականությունն է, այդ ռեալ շոշափելի լինելը, որովհետեւ իր այդ էսթետ լինելու հետ մեկտեղ, այլ աշխարհից լինելու հետ մեկտեղ դա իսկական էր ու իրական էր, ու դա բոլոր ֆիլմերում կամ ներկայացումներում ակնհայտ է։ Կա մի բան, որ մասնագիտորեն ամենաշատն ես հիշում Մանարյանի ավանդից։ Մերջան, չեմ ուզում առանձնացնել, իմ կյանքում երկու մարդ են եղել կարևոր։ Երվանդ Մանարյանը ինստիտուտում ու Հրաչուհի Ջինանյանը, երկուսին էլ խոնարհում, դերասանի վարպետություն ու բեմական խոսք։ Երկուսով էլ որ հիմա ես ապրում եմ ու իմ ընտանիքը պահում եմ։ Մինչև հիմա, երբ որ ես մտնում եմ դահլիճ sound check-ի, որ պիտի խոսեմ, ես պիտի իմ Հրաչուհի Ջինանյանից շուտ ասելուկներից ասեմ, որ ես հասկանամ դիստանցիայի վրա կարդացվում է, հասկացվում է տեքստը, սեն նստած մարդը հասկանալու է, թե չէ։ Մինչև հիմա ես դա հիշում եմ։ Մինչև հիմա հիշում եմ, որ Հրաչուհի Ջինանյանն ասում էր,
ամեն ինչ աղով, աղնել չափով։ Պատկերացնում եք, դա սերնդեսերունդ ես էլ պիտի փոխանցեմ։ Կարևոր մարդկանց հետ եմ շփվել։ Կոնսերվատորիայում էլ երրորդ մարդու մասին եմ ուզում խոսել, Սերգեյ Դանելյան, Պետրովիչ, երգիչ ընկերներս, գոլեգաներս կհիշեն, կիմանան լուսահոգի Սերգեյ Դանելյանին։ Նրա մոտ էլ իմ ձայնս եմ մշակել, այսպես ասած, ու մեկ-մեկ զարմանում եմ, որ այս տարիքում լինում է դեպքեր, որ պիտի չկարողանամ խոսեմ կամ պիտի չկարողանամ երգեմ, ճիշտ եմ ասում։ Ասես մի հատ չգիտեմ ինչ է գալիս ու ձայնս չի կտրվում, դա էլ այդ մարդու արածներ։ Երեք կարևոր մարդիկ, որ իրականում շատ մարդկանց կյանքում բեկումնավոր են եղել ու հետք են թողել, իրենց հետ կարողացել եմ շփվել, պատիվ եմ ունեցել։ Ավ շատ ու շատ դեռահասներ ու երեխաներ այսօր երազում են հանրային կյանքի հանրային մասնագիտության մասին ու հավանաբար նրանցից շատ քչերին է դա հաջողվում անել, որովհետև դժվար են կարողանում նախ ինքները որոշում կայացնել։ Դες քո ընտանիքն էլ արվեստի մարդիկ չեն եղել, ինչպես ասացիր, վարորդ է եղել հայրդ եւ այլն, նույնն էլ իմ ընտանիքը եւ շատ դժվար է եղել մարդկանց համոզել, բացատրել, իմը առաջ տանել ու պնդել։ Ինչպես ես կարողացել այդ պահը հարմարացնել, որպեսզի թույլ տան ընտրես քո ցանկալի ճանապարհը։ Ի վերջո այն ժամանակ մեզ պաշտպանելու նպատակով մեր ծնողները որոշումներ էին կայացնում մեր փոխարեն։ Ինձ թվում է գնացել եմ երազանքիս ետևից։ Շնորհակալ եմ օգնելու համար։ Ինձ թվում է գնացել եմ երազանքիս ետևից, որովհետև երբ տեսնում եմ ես երաժիշտ, տեսնում եմ երգիչ, տեսնում եմ այն ժամանակ տեսահոլովակներ բան շատ քիչ կար, բայց այն ժամանակ ամենակարևոր ու լավ իմ տեսած հայկական այդ չգիտեմ շոու բիզնեսում արդի հոլովակներից կամ ֆիլմերից մեկ մեր բակն էր։ Ես կարող 50 անգամ այդ հետ ու առաջ անեի, որ տեսնեի Արամ Ասատրյանը, Թաթա Սիմոնյանը ոնց են երգում կամ Աշոտ Ղազարյանը, Հրանտ Թոխատյանը ոնց է խաղում։ Ես երազում եմ, որ չգիտեմ, որ ասում եմ Ազրի ջան, ինչ էր ասում այդ բանը, Դիմիտրո, հա, ես լինեի այդ ջութակահարը։ Ու ստացվեց։ Լինում է դեպքեր հիմա, որ մոտենում են հարազատ մարդիկ կամ հարազատ ասում են երեխան ուզում է երգիչ դառնա կամ ուզում անի։ Ասում են իրոք երեխան ուզում է դառնա։ Եթե երեխան ուզում է դառնա, թողեք ինքը կդառնա։ Ճիշտ եմ ասում, ես իմ տղաներին ասում եմ դուք իմ արևած աղիքներն եք։ Դուք ձեր գլուխը մեկ արևի թեքել եք, արևած աղիքը թեքում է։ Բայց ես ձեր ցողունը, չգիտեմ, այդ արմատը պիտի պարար թողում սնունդով պահեմ, որ դուք ձեր արևի ձեր գլուխը թեքեք։ Ես երբևիցե չեմ խառնվում իմ երեխեքը ինչ կընտրեն, ինչ են ուզում անեն։ Մենակ ասում եմ ես ձեզ պիտի հովանավոր լինեմ, քանի կամ։ Նույնն էլ իմն է այդ դեպքում եղել։ Դժվար է եղել այդ ամեն ինչը, բայց երևի գնացել եմ երազանքիս ետևից։ Ես ուզում եմ երիտասարդ սերնդին, իմ փոքրիկներին, այն որ պիտի, չգիտեմ, շարունակեն ճանապարհը իրենց սիրած գործով, վստահ ու համառ քայլերով պետք է գնան իրենց երազանքի ետևից, որովհետև երազանքները մեկ-մեկ իրականություն են դառնում։ Շատ եք ուզում 100% են դառնում։ Հա, ընտրության հարցում նաև կնոջդ եւ սիրո քո կյանքի նա եւս այս ոլորտից է, եթե չեմ սխալվում, բարուհի է մասնագիտությամբ, սակայն հիմա չի աշխատում իր մասնագիտությամբ։ Ինչպես եք ծանոթացել, ինչպես է ընտրությունը տեղել ու առհասարակ ընտանիքի վերաբերյալ, քանի տարիները գնում են, մենք մեծանում ենք, ավելի արժևորում ենք ամուր ընտանիքը, գեղեցիկ ընտանիքը եւ այլն, ու աշխարհում էլ չափանիշները փոխվում են, ցավոք սրտի։ Ձեր պարագայում ձեր սերը կարողացել է դիմակայել տասնամյակների եւ ամուր ու գեղեցիկ ընտանիք ունես։ Կպատմես ինչպես սկիզբ առավ դա։ Մոտավորապես մոտենում ենք 2 տասնյակի, ընտանիքը շատ կարևոր բան է, շատ։ Այդ ամեն ինչը տեսել եմ ծնողներիցս։ Հիմա չեմ ուզում տեն շատ իդեալականից խոսեմ մեր մասին, ծնողներիս, ընտանիքիս մասին, չէ, այքես բան։ Ես բնավորությամբ շատ բարդ մարդ եմ, շատ բարդ մարդ եմ, ու նարիներ որ հələ դիմանում է շատ լավ է։ Սիրել ենք իրար, անընդհատ ասել եմ, սիրով ամուսնացել ենք, հարսանիք չենք արել, 2 տղա ունենք, դժվարությունները եղել են, միշտ էլ լինելու են, դժվարություններից չենք վախենում, ընտանիք է։ Մի քիչ շատ չեմ սիրում ընտանիքիս մասին խոսել, բայց Նարինեն հիմա շարունակում է իր աշխատում է մանկապարտեզում, պարադասավանդում։ Լավ, ընտանիքից չես խոսում, հասկանալի է դա մարդու ընտրությունն է, բայց եթե փորձենք վերացական անգամ խոսել, դժվարությունները ինչպես հաղթահարել։ Հիմա փոքր եւ չնչին խնդրի դեպքում մարդիկ ընտրում են ամուսնալուծության ճանապարհը։ Եվ ընդհանրապես ընտանիքի մեխանիզմը, ընտանիքի ինստիտուտը փոխվել է աշխարհում։ Ինչպես կարողանալ հաղթահարել խնդիրները, որոնք միշտ էլ եղել են, չէ՞, բոլոր ժամանակներում եղել են, բայց հիմա դրանք չգիտես ինչու չեն լուծվում։ Իրականում ինձ թվում է մենք սիրում ենք, մարդիկ սիրում են հեշտին միանգամից վազելը, ամուսնալուծությունը հեշտ է։
այլ պահելն է դժվար։ Հասարակ մի բան ասեմ, ընկերության մեջ եմ ասում, ընկերներ գտնելը շատ դժվար է, բայց կորցնելը շատ հեշտ է, նույնն էլ կյանքի ընկերն է։ Բայց մի կողմից հիմա նորից կարող է մտածեն մարդիկ, թե Ավոն ինչ է խոսում, կամ մենք չենք պատկերացնում, որ Ավոյից մարդու մի կյանք է տրված, ինքը պիտի ընտրի, ում կողքին ինքը իրան շատ լավ ազգում, ում կողքին ինքը տաք, ում կողքին ինքը ջերմ է, ում կողքին պաշտպանված է, տղամարդ լինի թե կին, ում կողքին իր ընտանիքը, երջանիկը, ինքը այդտեղ պիտի ապրի։ Խոզի կյանքը չեմ ասում, դա չեմ սիրում ես։ Բայց ամեն դեպքում տրված չի, որ մարդը պիտի տառապի, թե կինը լինի, թե տղամարդը։ Մի կյանք է տրված։ Թող հանգիստ թողեն մեկը մյուսին ու ապրեն իրարից հեռու։ Բայց ցանկալի չի, առավել եւս եթե կա երեխա։ Շատ է փոխվել, ես համաձայն եմ, այսօր ես իմ գործից ելնելով մեկ էլ ասում եմ, վայ ինչ կա չկա, ասեք ինչ բալիկներ ունեք, ասում եմ, բավոջ մի 6 ամիս վեր բաժանվեցին կամ հարսանիքի հաջորդ օրը բաժանվեցին կամ նշանվել են պիտի հարսանիքին անենք, զանգում են ավոջան կներես բաժանվել ենք, ցավում եմ, լուրջ ցավում եմ։ Շատ հին պատմություն կա, բոլորը գիտեն, որ կինը ասում է ոնց է լինում, որ այն կողքի հարևանի տանից ձեն չի գալիս, մի հատ դե որ տենց է գնա ամբողջ օր իրեն կռիվ են անում։ Գնում է մարդը պատուանից նայում է, տեսնում է որ գործ են անում, ոդկա խփում է, ծաղկամանը կոտրվում է, տղամարդը ոդկա կտնում է։ Սկսում է արագ հավաքել, կինը գալիս է, տղամարդը ասում է կներես 1000 անգամ, ես մեղավոր էի, ամփույթ գտնվեցի, ամփութուրան արեցի, ջարդեցի։ Կինն ասում է չէ, ես էի մեղավոր, որովհետև ես էի դեր այդտեղ ոտոտ կպավ կոտրվեց։ Գնում է տուն ասում է հա ինչ եղավ։ Ասում է գիտես տարբերությունը իմ ու իրանց որ մեր ու իրանց որն է, ասում է իրենք ընտանիքում երկուսն էին սխալ, մեր ընտանիքում մենք երկուսս ենք ճիշտ։ 100% բան եմ ասում։ Ընտանիքում պիտի լինի կնոջ խոնարհությունը, կնոջ հեզությունը, կնոջ հավատքը, տղամարդու նկատմամբ, չգիտեմ, շատ կարևոր է։ Տղամարդը պիտի իր չափերի մեջ մնով հասկանա, որ իր կինը ամենանու պիտի լինի ամենապաշտպանված, ամենասիրունը, ամենացանկալին։ Դա կարևոր բան է։ Մեկը մյուսից դա պիտի ստանան։ Տղամարդուն սիրել պետք չի։ Տղամարդուն սիրել պետք չի, տղամարդուն հասկանալ է պետք։ Իսկ կնոջը սիրել է պետք։ Կնոջը պիտի պարզապես սիրես, շոյես, հենց շոյեցիր ամեն ինչ անցնում է։ Նայ հիմա նաև էս ժամանակակից մտածելակերպ ունեցող մարդիկ, գլոբալիստները եւ այլն փորձելու են սեքսիզմ դնել այս ամենի մեջ, թե կնոջը սիրել պետք չի, կնոջը պետք է հասկանալ եւ այլն։ Չէ, տղամարդուն կամ հակառակը, այնուամենայնիվ խնդիր գտնելու են ասածից մեջ, որովհետեւ կա տարբերություն։ Մենք էլ սկսել ենք այլևս զգուշ արտահայտվել այդ ագրեսիվ մեկնաբանությունների պատճառով։ Դու ֆիլտրում ես հանրայինորեն ինչ ես խոսում կամ ինչ փորձում ես չնեղացնել մարդկային խմբերի, որովհետև ի վերջո այս նոր էթիկան մեզ ստիպում է հանրային դաշտում հաճախ չլինել այնպեսին, ինչպեսին որ մենք կանք։ Չէ, եթե պետք է նեղացնելու, նեղացնում եմ։ Հա, հաստատ, եթե պետք է նեղացնելու, նեղացնում եմ։ Մինչև վերջ գնում եմ ես, իմ բնավորությունը այդպեսին է ու ճիշտ եմ անում։ Մինչև վերջ գնում եմ։ Ես ոչ թե լավ եմ անում, ես ճիշտ եմ անում, որ մինչև վերջ գնում եմ։ Ես այս վերջում մի հատ գաղափարի եմ եկել, միշտ աղել է, չէ՞ ասում են, ճիշտը մի հատ է, ճիշտը մի հատ է։ Հիրավի ճիշտը մի հատ է։ Կարծիքներն են տարբեր։ Ու մենք չգիտենք որն է ճիշտը։ Ճիշտ եմ ասում, այդպիսի բաներ կա։ Եթե ընտանիքից ենք խոսում, ինձ թվում է ամեն ընտանիք իր ճիշտը ունի։ Ամեն ընտանիք։ Ես գտնվում եմ Հյուսիսային պողոտայում, Երևանում, որտեղ արդեն վաղուց գործում է Տուն Լահմաջոն։ Տուն Լահմաջոն ընտանեկան բիզնես է, ամենահամեղ վայրերից մեկը Երևանում, որ վստահ եմ փորձել են ձեզնից շատերը։ Գիտեք նաև, որ Բուրբենքում, Լոս Անջելեսում գործում է Տուն Լահմաջոյի ամերիկյան մասնաճյուղը եւ իհարկե այնտեղ պատրաստվում են շեֆ խորհարների կողմից ամենահամով հայկական ուտեստները, այդ թվում նաև լեգենդար Լահմաջոն։ Տուն Լահմաջոյի ամենահամեղ ուտեստների մասին արդեն ձեզ հասցրել ենք պատմել, այստեղ կարող եք ճաշակել Երևանի լեգենդար ու հայտնի մսով կամ պանրով լահմաջոն, բայց պետք է նաև նշել, որ մենյուում ճաշացանկում ավելացել են ավանդական հայկական ուտեստներ, ինչպիսին են օրինակ տոլման, հարիսան եւ այլն, այնպես որ այցելելով այստեղ կկարողանաք զգալ նաև եւ առնել կարոտը Հայաստանի համերից։ Մեր թողարկումների ընթացքում մենք մշտապես ներկայացնում ենք լավագույն մասնագետներին կամ իհարկե կազմակերպություններին, որոնք ներկայացնում են լավագույն ծառայությունները։ Այդպիսով մենք օգնում ենք նաև մեր համայնքին ու հետևորդներին տեղեկանալ լավագույնների մասին։ Arma Physical Therapy հիմնադրի Արսեն Արշակյանի հետ ենք մենք խոսելու, ողջույն, եւ բարձելու ենք, թե ինչու մարդիկ պիտի ընտրեն եւ հատկապես բժշկական կազմակերպությունները այստեղ ձեր ծառայությունները։ Շնորհակալ եմ մեր ջան, ուրեմն մենք հիմնականում աշխատում ենք հոմելթների եւ հոսպիսների հետ
եւ ի ուրախություն մեր ազգաբնակչության եւ հոմելտների սեփականատերերի, մենեջերների մեր մոտ լեզուների քանակը, որով կարող ենք շփվել հիվանդների հետ, ավելացել են հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն։ Դա շատ կարևոր է հոմելտների համար, որտեղ բազմալեզու հիվանդներ ունեն եւ ամենակարևորը մեր բժշկական անձնակազմը համալրվել է նոր ֆիզիկալ թերապիստներով, որոնք տարածքները ավելի մեծացվել են մեզ մոտ, Լոս Անջելես քաունտին ամբողջովին, Օրենջ քաունտին եւ այդպես շարունակվում է, որտեղ որ հնարավոր է մենք սերվիսները տրվում են։ Եվ մեզ համար ամենակարևորը ոչ թե հիվանդների քանակն է, թե մենք ինչ քանակությամբ հիվանդներ կունենք, այլ որակը։ Այսինքն յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում է ցուցադրվում թե բժշկական տեսանկյունից, թե հետագայում ավարտելուց հետո հոմելտերին տրամադրվելիք, այսպես ասած, նոթերի որակը, ժամանակին տրամադրելը նոթերի եւ նոթերի իրականում այն ճշտությունը, որը որ բոլորս քաշ տեղյակ ենք, պետության կողմից հսկողությունը, որ րոպեին եկա մտան Arma Physical Therapy-ի կողմից տրամադրված նոթերի որակը եւ բժիշկների հստակ տեղեկությունը, թե ինչ կարգավիճակում է գտնում, մենք 100%-անոց գարանտիան տալիս ենք դրա։ Իմ կողմից կարող եմ ավելացնել, որ հիվանդներին ու հաճախորդներին ամենաշատը հետաքրքիր է եւ ամենաշատը նրանք կարեւորում են նաև հոգեբանական եւ մարդկային մոտեցումը մասնագետների, դա բնականաբար իհարկե առկա է նաև Arma Physical Therapy-ում, իսկ հա այն կազմակերպություններին եւ կազմակերպությունների ղեկավարներին էլ հետաքրքրում է, թե որքանով է ճկուն աշխատելը հենց therapy company-ների հետ եւ պիտի ասեմ, որ Arma Physical Therapy-ի բոլոր մասնագետները պատրաստակամ են տարածաշրջանում այցելել բոլոր հիվանդներին եւ դա անել օպերատիվ ու շատ որակով։ Այնպես որ զանգահարեք նշված հեռախոսահամարով եւ փորձեք պարզել մանրամասները։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք մեր ամենահարազատ գործընկերներից մեկի Venus Gifts խանութ սրահում, որտեղ իհարկե ներկայացված է միջազգային ամենահայտնի հեղինակավոր ապրանքանշերի ամենավերջին եւ ամենաթարմ հավաքածուները։ Այսօր միասին մենք խոսելու ենք Քրիստոֆ ապրանքանշի մասին, որն ունի ավելի քան 200 տարվա պատմություն։ Եվ քանի որ յուրաքանչյուր հայկին իր սպասքի, այսպես ցուցակում ցանկանում է ունենալ Քրիստոֆ կամ ունի արդեն, ապա ինֆորմացիան եւս այս պարագայում կարող է ձեզ համար օգտակար լինել։ Այլևս իհարկե գիտեք, անհրաժեշտություն չկա հասնել օրինակ, չգիտեմ, Rodeo Drive, այլ պարզապես կարելի է գալ Venus Gifts խանութ սրահ եւ այստեղ գտնել ամենանոր եւ ամենալայն տեսականին։ Քրիստոֆ ապրանքանիշը հայտնի է իր արծաթապատ եւ արծաթյա սպասքի պարագաներով, որոնք ունեն հարյուրամյակների պատմություն։ Եվ իհարկե հայտնի ձվերը բոլորս գիտենք, որոնք իհարկե համարվում են նրանց ձեռագրային, այսպես, սպասքի պարագաները։ Եվ որպիսի արծաթապատ կամ արծաթյա սպասքը օդի հետ շփվելիս չսևանա, դրանք պահպանվում են հատուկ իհարկե կոլբայի մեջ։ Գալով այստեղ Venus Gifts ու կգտնեք ամենալավ ապրանքանիշերի, ամենաթարմ եւ ամենանոր տեսականին։ Դու տես ունես մասնագիտական կրթություն, անցած ճանապարհ, շատ խորը մարդ ես, այս զրույցից վստահ կարող եմ դա ասել, մեծ ճանապարհ, որը կյանքի տարբեր հորձանուտներում քեզ դարձրել է այնպիսին, ինչպիսին որ դու կաս։ Ցավոք, որպես արտիստ դու լիարժեք ռեալիզացված չես եւ այն պոտենցիալը որ կա, այսօրվա զրույցից ես լիքը բան եմ ինձ համար բացահայտում, որի մասի ցավոք նախկինում չգիտեի, ով է մեղավոր, մեղավորը ոլորտը, որովհետեւ քեզ հնարավորություն չի տրվել բացի սերիալներից գլոբալ առումով մեծ գործեր անել որպես դերասան, որպես արտիստ եւ այլն։ Ինչու ենք մենք տեսնում քեզ հիմնականում սերիալներում, ի՞նչն է խնդիրը։ Գիտեմ, մի բան ասեմ, ես 1000 ներողություն եմ խնդրում Հայր ջան, ես միշտ ինձ եմ մեղադրում։ Երևի մեղավորը ես եմ, որովհետև լավ չեմ աշխատել, կարող է այդքան տաղանդ չունեմ, այդքան ֆինանս չունեմ, ճիշտ հիմա ռեալ խոսում ենք մենք։ Ես միշտ մեղավորը ես եմ, երբ ես բեմ եմ բարձրանում, թեկուզ իմ փոքրիկ բեմերը, իմ մեծ սրտով, բայց չգիտեմ փոքրիկ, բայց լեփլեցուն բեմերը, երբ բեմ եմ բարձրանում, ես միշտ մտածում եմ, եթե ինչ ծափող չունեն կամ իմ արած մի բանը, իմ երգը կամ խոսքը իրենց դուրս չգա, ներողություն, եթե ինչ ծափող չունեն ու այդ ջերմությունը ես չզգամ, դրա մեղավորը ես եմ։ Ուրեմն մի բան սխալ եմ ներկայացրել։ Ես միշտ մտածում եմ, որ ես եմ մեղավորը։ Միգուցե ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում չեմ հայտնվել, բայց շնորհակալ եմ իմ Աստծուց, դժգոհ չեմ։ Ապրում եմ բարեկեցիկ փառք լավ կյանքով, վաստակում եմ փառք շատ լավ։ Համաձայն եմ քո հետ, չի ստացվել, ես շատ կուզենա, ես գտնում եմ, ես տեսնում եմ, որ ես այդ ամեն ինչը կարամ անեմ։ Դե չի եղել, ոչինչ։ Հիմա այդ ամեն ինչը կտեսնեմ որդիներիս մեջ։ Չէ, դա շատ շուտ է դեռ։ Չէ, չեմ հանձնվել։ Ես կարծում եմ, որ լիքը պոտենցիալ կա ու լիքը
բան կա, որը կարելի է բացահայտել։ Ինձ համար նորից եմ ուզում կրկնել, որ այսօրվա զրույցը բացահայտում է քեզ որպես մարդ, որովհետև մենք անընդհատ քեզ տեսնում ենք արագ մարսվող ժանրի նախագծերում եւ որոնք որ եթեր հեռացակվելուց անմիջապես հետո պիտի որ մոռացվեն։ Դրանք պոպկորն ժանրի գործեր են ու ես կարծում եմ որ ռեժիսորները կամ պրոդյուսերները անընդհատ ընկնում են մի գծի վրա եւ անընդհատ նկատում ու տեսնում մարդկանց, ովքեր անընդհատ նկարահանվում են եւ կարելի է գոնե այդ հունը փակել։ Կան դերեր, կան կերպարներ, որոնք ըստ քեզ մոտ կհաջողվի, բայց այդ շանսը քեզ տրված չի։ Տես անընդհատ կրկին հերոսի տենց կերպար, ադրական եւ կինոյի տղայի, բայց այնուամենայնիվ ռեալիզացվելու պարագային կարա լինի նաեւ հակասական դերեր, բացասական կերպարներ եւ այլն։ Հա, ես հիմա մեծախոսություն չլինի, ինչ ուզում ա լինի։ Ես պատրաստ եմ, ես այդ դպրոցը անցել եմ, առավել եւս հիմա խոսում ենք սերիալներից, սերիալներից մեծ ուժ են տվել։ Իմ համար լուրջ բան եմ ասում, սերիալներից ուղղակի վառել են, չգիտեմ, դաջել են այդ ամեն ինչը, որ ես կարող եմ։ Եթե ինձ թվում է, եթե դու հաղթահարում ես մի սերիալ, այն էլ մեր դժվար հայաստանյան իրականության մեջ իրականացվող, եթե դու հաղթահարում ես, դա ամեն ինչ կհաղթահարես։ Դա շատ դժվար process է։ Երազանք է ինձ համար եւ գեղֆիլմում նկարվել, եւ ռեժիսորի տված կերպարը կերտել, ռեժիսորի խնդիրը, որ դու տղա ջան, այդ կինոյի տղայից անցել ես, հիմա պրոստը ստեղի շարքային, չգիտեմ, հոմլես բոմժն ես։ Ու պիտի դուրս գաս այդ աղբամանից։ Հա ես պատրաստ եմ, բա ոնց, բա ինչ եմ, ինձ սովորեցրել է դա իմ մայստրոն, որ տղա ջան, ամեն ինչ պիտի դու անես։ Ես թատրոնում էլ խաղացել եմ, ես թափառնիկոս եմ, Ատամնաբույժն Արևելյան, բայց ինչ անեմ, միշտ էս բաներ են հանդիպել։ Դա վարի փորձենք սկսել այդ սերիալային ուղղու քննարկել, ինչպես առաջին դերերը եղան, կարողանում էիր արդյոք ընկալել իրականությունը սերիալների։ Առաջինը թույլ տվեք հատուկ շնորհակալություն։ Սերիալի մասին չի խոսքը, 25 մասանոց էր, Հրաչ Քեշիշյանին եմ շնորհակալություն հայտնում, իմ ավագ եղբորս ընկերոջս։ Առաջինը սկսել եմ իր հետ։ Մի քանի նկարահանումներ եղել է, բայց որ իմ համար շատ կարևոր էր, շատ սիրուն էր, հենց երազանքներիցս մի փոքր sense այդ որ ասում է երազանքներից մի բան ստացվեց, մեկը կամ մի տոկոսը սկսել եմ իր հետ ու պատիվ եմ ունեցել խաղալու Խորեն Լևոնյանի հետ, իմ լավագույն եղբոր ընկերոջս հետ, ես բոլորին շատ եմ սիրում, բայց իմ համար Խորենից ցանկում հələ որ ոչ մի բան չեմ տեսնում, ինքը հզորներից հզորն է իմ համար։ Ու խաղացել ենք իրար հետ, 3 ընկեր ենք, մեկ էլ Ներսես Ավետիսյան, շատ տաղանդաշատ, իմ երկու եղբայրներս են, հարազատ եղբորպես իրենց սիրում եմ, որից հետո պատվի համար նկարեց Հրաչ Քեշիշյանը, այդտեղ էլ խաղացի ու արդեն հրավերք ստացա US Armenia-ի կողմից, Անուշի կողմից, Պետրոսյան Անուշի, որ արդեն գամ այստեղ խաղալու ու ստացվեց, որ գլխավոր դերը առաջարկեցին, այն երկուսում երկրորդական եմ եղել, այսինքն Խորենը հերոսն էր, ես իր ընկերն էի, ամեն օրվա ընկերն էի, ամեն օր կադրում էի, բայց հա, իսկ այստեղ ստացվեց այնպես, որ եկա թիմի հետ դժվար ինտեգրվեցի այդ թիմ, որովհետև շատ վատն էին իրանք, ճակերտավոր ընկերներս, Վարշամ Սաֆրազյան իմ լավագույն ընկերը, մեր ռեժիսորը, մեր ամեն ինչ չգիտեմ, շատ դժվարությամբ ընկերացանք, բայց հիմա ինձ թվում է ինձ ու իրան մեկ էլ ես չգիտեմ ինչը պիտի բաժանի։ Շատ կարևոր մարդ է իմ կյանքում Տաթևիկ Ադոմյանը դերասանուհի, տաղանդավոր դերասանուհի, բոլորը ինձ շատ օգնեցին այդ հարցում, որ ես մտնեմ այդ ընտանիք ու կարողանամ ասեմ, որ բոլոր իրենց շահերն ունեին։ Եթե ես վատ խաղայի թույլատնում էի Տաթևին, եթե վատ խաղայի Վարշամի կադրը վատելն ու վատ խաղայի Անուշի սցենարն էր թույլանում, այդ ամեն ինչը բոլորը ասած կանգնեցին իրենց շահերից ելնելով, այն էլ չհասկացան, որ ինչ են սարքում ու սարքեցին ինձ։ Ապրեն իրենք, ես ինձ բոլորին շնորհակալ եմ։ Ես չեմ ուզում փչացնել մեր զրույցը, բայց որպես լրագրող չեմ կարող նաև չհարցնել Տաթևի հետ կապված քննարկումների վերաբերյալ։ Փորձենք հասկանալ, թե ինչու են մարդիկ քննարկում այդ կապը։ Նորից ասեմ, նորմալ է, հիմա որ չենք քննարկում, արդեն մի տեսակ չի դզում, արդեն սովորել եմ, ասեմ, որ մենակ Տաթևը չի, Տաթևից առաջ ես ունեցել եմ համ խաղանկերներ, համ մարդիկ ում հետ դուետներ եմ ունեցել երգել եմ, բոլորի մասին այդպես եղել, պարզապես իմ ու Տաթոյինը այնպիսին էր, որ նախ շատ երկար մնացինք բոլորի տեսադաշտում, ու իսկական սեր ենք խաղացել, ինձ բազմիցս հարցրել են, ամենամոտիկ մարդիկ, նույնիսկ, չգիտեմ, լրագրողներ, բայց ոնց է այտենց սեր խաղում։ Ասում եմ, եթե ես թերացած խաղայի, պիտի ասեիք, չես խաղում, էլի քոնը չի տղա ջան, դու գնա ուրիշ բան խաղա։ Եթե ինձ տրված է, ես պիտի լավ անեմ։ Ինչ ուզում ա լինի։ Լավ, երևի սահմանափակենք Տաթևի եւ դերասանուհիների հետ կապված թեման, որտեղ առնվազն տարօրինակ է, երբ երկու տղամարդ կարող են նստել ու խոսել կանանցից, ովքեր այստեղ չեն։ Ավ ջան, ես կամերան անջատեմ պատմեմ, տես, ես հիմա սկսեցի քեզ մեղադրել քո սերիալային գործունեության համար, ինչու որովհետև բացահայտեցի, որ սկիզբը սերիալից չի սկսել։
Ինձ էլ իմ հեռուստատեսային կարիերայում առաջինը նկատել է պարոն Քեշիշյանը եւ կարելի ասել հենց ինքն է կնքահայրը իմ հեռուստագործունեության եղել։ Եվ դա յուրաքանչյուր դերասանի հաղորդավարի համար օրհնություն է, երբ քեզ նկատում է մարդ, ով ոլորտում փոխել է գրեթե ամեն ինչ։ Ոլորտում ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է։ Դու արժանացել ես նրա ուշադրությանը, նրա վստահությանը, նա վստահել է քեզ ու նկարել է պրոյեկտներում ու բավականին ազդեցիկ կարևոր ռակուրսով է ներկայացրել։ Արդյոք դրանից հետո գնալ դեպի սերիալային դաշտ սխալ որոշում չի եղել քո կողմից։ Եվ մյուս կողմից էլ ես կարող եմ չմեղադրել պարոն Քեշիշյանին հետագայում քեզ չնկարահանելու համար տարբեր նախագծերում, որովհետև երբ արտիստ ինքն իրեն սպառում է սերիալների դաշտում, ռեժիսորի համար կրկնակի խնդիր է դառնում մաքրել այդ մարդու հանրային կերպարը որպես դերասան, այդ սերիալային իրավիճակից ու նորից պարզաջրած նրան ներկայացնել արժեքավոր ստեղծագործություններում։ Այդ առումով էլ չեմ կարող իրենց մեղադրել։ Հիմա ավելի որից մեղադրես, Մհեր ջան։ Իմ առաջի այցեքարտ երգը, որ տեսա հոլովակ է, նկարահանել է հենց Քեշիշյանը, ու ինքը ես որ իրան որ հանդիպես, հա, ես երազել եմ։ Ես որ պիտի Հրաչ Քեշիշյանի հետ հանդիպեի, որ չգիտեմ ինչ էի անում, որ sense որ ինքը պիտի այդ ականջակալերով լսեր, ես նորն էի առե բացարձակ, sense իր մոտ բացել եմ պարոն Քեշիշյան կլսեք ու sense շատ վախեցած sense նստել եմ, ասում եմ, բայց կարող է sense ապեր լավն է, ես նկարել եմ, ինքը սիրեց այդ երգը, ու ինքին սիրեց, իրոք սիրեց, մենք իրար հետ մինչև հիմա ամեն հարցում ես իր հետ խորհրդակցում եմ, ինքը ամեն իմ քայլի մասին գիտի, որ ես մտել եմ սերիալ, ինքը դրա մասին գիտի, լուրջ գիտի, ոչինչ տենց է եղել, հիմա կյանքը դեռ առջևում է, չգիտենք ինչ է մեզ սպասվում, այդ պահին տենց էր պետք, ու իրոք ես այդտեղ ինձ շատ լավ եմ զգացել, շատ լավ, ու սերիալ կոչվածի մեջ մենք փորձել ենք ուրիշ բան ցույց տալ, սիրուն է եղել, ես չեմ զղջում, շատ սիրուն է եղել։ Մենք գտնվում ենք Art in Beauty Aesthetics-ում, որտեղ դեմքի խնամքի, ինչպես նաև ամենաթարմ եւ գեղեցիկ տեսք ունենալու համար կան բոլոր նախադրյալները։ Իմ կողքին բժիշկն է Արտակ Մկրտչյանը եւ այսօր մենք միասին խոսելու ենք լիպոսակցիայի եւ կրկնակզակի վերացման վերաբերյալ։ Ողջույն բժիշկ։ Անգլերեն ասած double chin եւ հայերենով ասած բոխա։ Այո, ճարպային կուտակումը։ Ինչպես դա կարելի է վերացնել բժիշկ։ Շատ լավ, ինչպես դուք գիտեք, մենք արդեն ահագին երկար ժամանակ է օգտագործում ենք այս մեքենան, որը որ լազերի օգնությամբ լիպոսակցիա անում առանց նարկոզի, դուք զարթուն եք տեղային ցավազրկումով։ Սա դարել է իմ ամենասիրած պրոցեդուրան, տևում է ժամուկեսից 2 ժամ, ես ուղղակի բծախնդիր եմ, մի քիչ դանդաղ եւ հանգիստ եմ անում։ Կարող եք տեսնել, ընդամենը 3 օր հետո է սա։ Ուշադրություն դարձրեք այս կրկնակզակի ճարպային կուտակման գծերի վրա ընդամենը 3 հետո։ Մեկը անցքը ստեղ է, մեկը դունչիկի տակն է, մյուսն էլ մյուս կողմն է։ Մեկ ամիս հետո ընդհանրապես այս անցքերը համերաչես էլ կարող տեսնել, եթե դու չիմանաս։ Խնդրում եմ նայեք ինչպիսի ձգվածություն է, կարող են գնալ մյուս նկարը, սա մյուս կողքից, հեսը, իհարկե 3-4 օր հետո մեկ շաբաթ այտուց եք ունենում եւ խնդրում եմ նայեք լազերը ինչ է անում։ Մի հատ նայեք այս գծերը եւ նայեք ոնց որ ձգած լինեն ձեր մաշկը, բացի նրանից պետք է ավելացնեմ, այս հաճախորդը իմ հալալ տիկնոջ մայրիկն է, այսինքն ձեր զոնքանչ։ Իմ զոնքանչն է։ Պատկերացրեք, եթե դու ձեր կնոջ մամային վիրահատում եք, ինչքան վստահություն կա։ Ուղղակի հրաշալի մի բան է, 10-15 տարի ջահելացնում է դեմքը եւ ամբողջ այդ կնճիռները հրաշք մի բան է։ Իմ ամենասիրած պրոցեդուրան է։ Այստեղ մենք մեզ զգում ենք ինչպես տանը եւ դրանում իհարկե մեծամասամբ նաեւ նպաստում է մարդկանց եւ աշխատակիցների ջերմ վերաբերմունքը։ Ջերմ վերաբերմունք կլինի նաեւ ձեր նկատմամբ, ձեր հանդեպ, եթե դուք զանգահարեք տվյալ հեռախոսահամարով եւ մեկ անգամ այցելեք Art in Beauty Aesthetics։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Omorphia Luxury Salon եւ Spa-ում, որտեղ լավագույն մասնագետները beauty industry գեղեցկության ինդուստրիայի գործում են այստեղ։ Կանանց վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման, ինչպես նաև սպա պրոցեդուրաների աշխատում են մեկ հարկի տակ ձեզ դարձնելու համար առավել գեղեցիկ ու գայթակղիչ։ Այնպես որ զանգահարելով այս հեռախոսահամարով, վստահ եմ, մեկ անգամ այցելելով եւ ժամադրություն վերցնելով, դուք կդառնաք Omorphia Luxury Salon Spa-ի մշտական այցելուն։ Վստահ եղեք, որ ամենալավ մասնագետներն այստեղ են եւ ամենալավ սպասարկումը մեկ հարկի տակ է Omorphia-ում, որը գտնվում է հենց Glendale-ի կենտրոնում։ Այստեղ սպասում են ձեզ։
Ողջույն, այսօր ինձ մոտ մոնտաժային գործընթացը եւ մեզ մոտ թիմի հավաք է, այնպես որ քիչ անց մեր թիմի աշխատակիցները միանալու են մեզ, որպեսզի քննարկենք նոր էպիզոդը։ Ինչպես գիտեք, արդեն ձեզ պատմել ենք, որ Vivaldi Banquet Hall-ը կազմակերպում է նաև catering ծառայություն եւ առաքում տաքուտեստների, նախուտեստների եւ առասարակ իհարկե տարբեր ընթրիքների կազմակերպման համար։ Եվ որ ամենակարևորն է, գները չափազանց մատչելի են եւ անսպասելի։ Արդեն նշել ենք, որ 10-ից 12 հոգու համար դուք կարող եք պատվիրել ուտեստներ եւ առաքում ընդամենը $300։ Ասեմ նաեւ, որ կա արդեն գործող նոր փաթեթ, որը երկու նորություն ունի։ Առաջինը դուք կարող եք ընդամենը 5-ից 6 հոգու համար պատվիրել տաքուտեստներ, նախուտեստներ ընդամենը $150, առավել մանրամասն կարող եք ծանոթանալ զանգարելով այս հեռախոսահամարով կամ այցելելով Instagram-յան կամ պարզապես web կայք։ Կա նաեւ երեխաների համար Kids Pastoral Package, որը երեխաների համար առանձին փաթեթ է եւ արժի եւս $150, այնպես որ սա լավագույն տարբերակն է եւ բնականաբար իհարկե ինչպես էլ դուք եթե շատ լավ չեք խոհարար լինելուց կամ չեք սիրում ինքներդ պատրաստել կամ ժամանակ չունեք, սա լավագույն տարբերակն է։ Ուտեստներն արդեն այստեղ են եւ շատ ավելի հարմար է հենց այս տարբերակով պարզապես ապահովել առաքում, արդեն ընդհանրապես կարիք էլ չկա, որպեսզի դուք դրանք տեղավորեք, գեղեցիկ պատրաստեք սեղանի համար, դա արդեն մեր փոխարեն արված է։ Այնպես որ Vivaldi Banquet Hall-ը վստահ եմ, որ լավագույն տարբերակն է բոլորիդ համար եւ իհարկե $150 Միացյալ Նահանգներում, սա էլ ամենալավ գինն է, որ երբևէ որևէ մեկս լսել է հենց ուտեստների համար։ Զանգարեք այս հեռախոսահամարով, պատվիրեք եւ բնականաբար իհարկե ժամանակ ու նյարդեր ու էներգիա խնայեք։ Մյուս կողմից էլ նաև ինքս ինձ պիտի հակասեմ, որովհետև ինձ թվում է անցել են այն ժամանակները, երբ մենք նստում էինք աջ ձեռքով, ձախականջ էինք բռնում ու մտածում, որ ստեղծենք մի բան, որը արժեքավոր է եւ այլն։ Այժմ հասարակությունը ապրում է արագ մարսվող ինֆորմացիայի ժամանակաշրջանում եւ ցանկացած սկանդալ կամ լավ քայլ, արժեքավոր քայլ ունի 24 ժամվա մեդիա կյանք։ 24 ժամ հետո արդեն ամեն ինչ կրկին զրոյանում է։ Առաջ երբ մարդիկ որևէ քննադատության կենտրոնում էին հայտնվում, նրանց կյանքը կարող էր կործանվել եւ այլն։ Հիմա 24 ժամ հետո ամեն ինչ մոռացվում է եւ արած ցանկացած լավ գործ հաջորդ արածի հետ կրկին զրոյանում է։ Այնուամենայնիվ, ուզում եմ քեզ բացահայտել այլ կերպով նաև ինչ կա քո ներսում, ինչ պոտենցիալներ կան, ինչ ես ուզում անել։ Վստահ եմ, որ այս ամենը ինչ որ այժմ մենք տեսնում ենք, դա այսբերգի միայն գագաթն է։ Տես նաև ֆակտուրայի առումով, չէ՞։ Դժվար է հիմա գտնել օրինակ քեզ նման թեկուզ արտաքին կամ տղամարդկային սկիզբ ունեցող կերպարներ, այսօր ամենը խառնված է եւ դժվար է գտնել մարդկանց, ովքեր կարող են հերոսի հոգեբանություն փոխանցել դիտողներին եւ այլն։ Ինչ կա քո ներսում, որը մենք մինչև հիմա չգիտենք։ Առաջին կարևոր բանը, որ ուզում եմ մի վարքյան այս երկրից չբացակայենք ոչ ոք, շատ կարևոր բանն է։ Եթե բացակայենք, ուղղակի գնանք պարզապես որ ասում աշխարհ տեսնենք ու հետ գանք։ Եթե այդ խաղաղությունը հոգեկան մեր երկրում տրվեց ինձ, քեզ, չգիտեմ, մնացածին, մենք ամեն մեկս արարող ու կերտողներ ենք։ Ոչ թե նախագծերի կամ չգիտեմ իմ անելիքների մասին եմ ուզում խոսել, կա այսպիսի մի բան, ասում է, երբ որ դու ենթադրենք մհերին ասում ես ես վաղ ինչ բան ունեմ անելու, ոչ թե մհերի նեգատիվն է գալիս կամ չգիտեմ ինչն է գալիս, պարզապես ենթագիտակցությունը դու ուղեղիդ ասում է, ուղեղիդ թվում է որ դու արդեն դա արել ես։ Թվում է արդեն դու արել ես։ Իմ մեծ նպատակն ու երազանքը ասում եմ ոչինչ, մենահամերգ ունենալն է Երևանում։ Իմ մեծ նպատակն է ու դա լինելու է ես վստահ եմ։ Եթե Երևանից չկարողանամ իմ ծննդավայրից, իմ աշտարակից դա 10 տարի առաջվա իմ նպատակն է ու անցած տարի նախանցած տարի պիտի լիներ, այն էլ հիմա շատ սիրուն սարքվում է մեր քաղաքը, սպասում եմ որ վերջանա ամբողջությամբ ու լինելու է իմ մայր քաղաքում, իմ քաղաքում լինելու է մեծ մենահամերգը, մեծ կամ հրապարակում կամ մարզադաշտում։ Տեսնենք ոնց է լինելու, որովհետև իմ հանդիսատեսին սիրող մարդիկ գրեթե ամեն օր ու նեղանում են ինձանից, որ դու արտերկրում համերգներ ունես, փառք Աստծո, ստացվել է, այդպես լինում է։ Բոլոր համերգներս բարեգործական են, հա։ Այս Լոս Անջելեսում երկու համերգ ա եղել, որին ներկային Լոս Անջելեսայության ստվարզանգված մարդիկ, ովքեր գալիս են քեզ լսելու, իհարկե նաև այնտեղ նկարահանվում ես հեռուստասերիալներում եւ այլն, բայց արդյոք դա այն է, ինչ դու
Ինչու մասին երազել ես։ Ոչինչ, կամաց, ամեն ինչ լավ է լինելու։ Ինչ է նշանակում ստվար զանգվածը։ Մի հատ sense բան խոսենք, ստվար չի եղել։ Ինձ համար ստվար չի եղել։ Ես մի մարդ, ով առաջին անգամ գնացել է Ամերիկա Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես, որ բոլորի երազանքն է, չգիտեմ ինչա։ Ուղղակի անձնագիրը վերցրել ու գնացել է Միացյալ Նահանգներ, իրեն տարել են։ Ես շնորհակալ եմ այդ մարդկանց, ովքեր դա արել են։ Շատ շնորհակալ եմ։ Ու ունեցել եմ առաջին համերգս ունեցել եմ Լև Լեցուն դալիճ առանց պակաս որևէ մարդու։ Նայ, այդ մասին կարող ենք երկար բանավիճել առանց որևէ ստվեր գցելու քո արած գործի վրա կամ դրա որակի վրա։ Միևնույնն է, այնտեղ մարդիկ գնում են կազինոներում համերգի, այնտեղ պարզապես։ Բայց իմ համար 3 ժամ թրաֆիկով եկել հասել այդ մարդը։ Թեկուզ 15 հոգի իմ համար դա խոնարհում է։ Ես երջանիկ եմ, ճիշտ եմ ասում։ Եթե ես Գյումրիում համերգ դնեմ, միգուցե կողքից հարևանը չգա։ Լավ, Թալինում 40 րոպե է, չգիտեմ, որտեղ հաստատ 9-րդ մասիվում կարող է համերգ դնեմ, Լենինգրադյանից իմ բարեկամը կամ այն հարևանը չկա, որովհետև արա դա 9-րդ մասիվ էր, 3 ժամ իմ համար եկել է։ Այ որ ինձ էին տանում, որ ես այդ խցանումը տեսա, ասի ախպեր մարդ չի գալու։ Հետո դրանից հետո որ ես դալիճում մարդ տեսա, չգիտեմ, ուզում եմ բոլորիս ձեռքերը ես տենց մարդ եմ, միգուցե սխալ է թափեցնել, բայց հիմնականում եկել էին խաղալու համար կազինոյում։ Բայց վստահ եմ, որ հաճույք է։ Բայց որ խաղում էին, բա ինչ եկան դալիճ նստեցին մինչև վերջ մարդ չբացակայեց։ Ինձ ուրիշ բաներ էին ասում։ Տես ընկերներս, նաև դու, չէ, նայ, ինչ է լինում։ Ասացին հանկարծ չնեղվես, չվախենաս, որ գազ սկսես երգել, տեսնես դալիճում մարդ չկա։ Մի 15-20 րոպեվա ընթացքում դալիճը լցվելու է։ Բայց ես դուրջ վախենում էի դրանից, բայց բոլորը նստած էին։ Հələ իմ դեպքում դες բան չի եղել։ Լավ, իսկապես եթե ավելի լուրջ խոսենք, մարդուն կամ սիրում են կամ չեմ սիրում, եւ որևէ մեկը չի կարող որևէ մեկին ստիպել ներկա գտնվել որևէ մեկի համերգին կամ մեր հաղորդման մեկնաբանությունների բաժնում գրել, որ հյուր կանչեք Ավո Ադամյանին, այնպես որ քեզ ակնհայտ է, որ սիրում են։ Ֆարկասը։ Եթե վերադառնանք ընտանիքի թեմային, ողջիներին եւ այլն, բնականաբար իհարկե վստահ եմ, որ ամենամեծ ավանդը, երազանքներդ եւ հեռանկարները տեսնում ես քո որդիների։ Այո, մեծ ներդրում ես։ Կպատմես նրանց մասին փոքր-ինչ։ Համբարձումս Համլետս, ավակ որդիս, սովորում եմ հիմա բժշկական համալսարանի, Հերացու անվան բժշկական համալսարանի քոլեջում, 3-րդ կուրսում է։ Չգիտեմ, ուզում եմ շարունակի ու դառնա բժիշկ, դրանից առաջ երաժշտությամբ խորացված երաժշտությամբ զբաղվել, նախագծերի եմ մասնակցել, գրքեր է գրում, նկարում է, չգիտեմ, ասմունքում է, կամերայով, հեռախոսով նկարում, մոնտաժ անում, գիտարա նվագում, այդ ամեն ինչը վեց որդիս անում։ Ու կարևոր, ամենակարևոր բանը ինձ գրկելով ճանապարհում է դուրս, գրկելով գիշերվա 5-ին ես գամ տուն, 2 տղաներս պիտի արթնանան, ինձ գրկեն նոր պարկեն։ Շատ կարևոր է, շնորհակալ եմ իրենց։ Կրծել որդիս, ինչ ասեցի Համլետի մասին, այդ ինձ գրկելով, ուժ տալով, ընկերություն հետս անելով Գրիգոր Ադամյանը։ Մի անունը Համբարձումը պապայիս անունն է, Գրիգորը աներոջս, կնոջս պապայի անունն է։ Ես շատ եմ սիրում իրեն ու այդպես ստացվել է։ Գրիգորս սպորտսմեն է, 15 տարեկան է, սովորում է ֆրանսիական քոլեջում։ Դպրոցը աշտարակում ավարտելուց հետո աշտարակի Մարի դպրոցը Պերշպրոշյան երկուսն էլ։ Երբ որ երեխեքս պիտի դպրոց գնային, ես որոշում էի, որ պիտի տեղափոխվեմ արդեն Երևան, չգիտեմ, տես բաներ կար ու իմ ուսուցչուհիներս զանգեցին ինձ, երեխեքին որտեղ ես դպրոց տանելու։ Մի տունը հենց Նարդոս դպրոցի դիմացն է, կնոջս տունը, աներոջս տունը, տենց ասեմ, լավ, իրենց տունը, հենց մտածում եմ, որ երեխեքը Նարդոս դպրոց կգնան, ոչինչ, գոնե ես ասաց, որ դպրոց ես տանելու ընկեր Շաքարյանը, ասացի մեր դպրոց եմ վերելու ընկեր Շաքարյանը, ուրեմն տանելու, տարա, հետո փոքրի ժամանակ, լավ ասի, փոքրին կտանանք, Իրանը կտեղափոխենք, Գեր Մելիքյանը զանգեց ուսուցչուհիս լեզվի գրականություն, ասաց, Ավետիք ջան, Գրիգորի, ասին Գեր Մելիքյան, հա Գրիգորին բեր, ու լուրջ տարել եմ, այնտեղ ավարտել են, հիմա երկուսն էլ արդեն մեծ են, գնալ գալը, լավ բան ասեմ, հենց նոր, որ ես արթնացա արդեն գալիս է, տեսա, ասում եմ, երեխեք ես չեք գնացել դուք դասի, իմ երեխեքը ամեն օր ես էլ եմ տենց արել, քուրս էլ է տենց արել, մենք 6-ից արթնանում ենք շրջանից, դա շատ հավես է, ոչ մեկ չմտածի, ցուրտ, մութ, լուրջ բան եմ ասում, մոտիվացիա է, ուժ է տալիս տղամարդուն, շնից չվախենալ, սրտից չվախենալ, սարելուց չվախենալ, ավտոբուսին սպասել, հա, մենք ժամը 6-ին պիտի արթնանայինք 6:30 են ժամանակ, հələ որ քրոջս հետ ենք դասի գնում, 5-ից արթնանում էր, որ իրան կարգի բերեր, ամբողջ տունը արթնանում, դղ անուշիկ թող քնենք։ Այսինքն այսօր երեխեքս ժամը 6:30 կամ 7-ին արթնացել են, ես չգիտեմ, դա իրաց մաման գիտի, ու ես նոր որ արթնացա պիտի գամ նկարահանման, տեսա տունն են, բայց հակած, ասում ապեր ես ինչ եք անում, ստես մա պապա,
ժամուկես կանգնել ենք, տրանսպորտ չի եղել։ Կա մի բան, որ իրենց մեջ տեսնում ես առավելություն, երբ համատում ես քո տարիքին։ Ես ներողություն եմ խնդրում եմ, որտեվ Գրիգի մասին չխոսեցի, իմ կյանքի իմաստն է, այն լույսն է, իմ ուժն է, Գրիգը սպորտսմեն է, ուժեղ, կարգին սպորտսմեն է։ Եթե ինքը չհասնի հաջողությունների սպորտում, ինքը իր կյանքում այնպիսի դիսցիպլինայով տղա է, ինքը լույս չլինի, ցուրտ լինի, քամի լինի, փոթորիկ լինի, ինքը պիտի արթնանա, ամարձը մեր շորտով, պիտի բարձրանա դաշտ, իր պարապմունքը անի, մի հատ բան ունի։ Դրանով մի հատ պատտվի ամբողջ հարցերը սաղտնայի նորմալ է, գատուն ու նոր անցնի իր դպրոցին կամ չգիտեմ, ինստիտուտ գնալով, այն էլ սպորտսմեն է։ Բայց հիմա սովորում է, ասում է դառնալու եմ լոյեր, չգիտեմ։ Թե կստացվի։ Կա մի բան, երբ համատում ես քեզ իրենց հետ ու տեսնում, որ իրենք այնուամենայնիվ գերազանցել են քեզ։ Հա, շատ։ Ժամանակների բախումն է, քիչ առաջ որ ասում էի, հա, ինձանից առավել են տղերքը։ Շատ ծնողաս էր ամենակարևորը, իրենց մամային վերին աստիճանի սիրում են, նորից հեծանիվ չեմ հորիում, դա պարտադիր է, պաշտպանում, ու ամենակարևոր բանը, որ իրենց տատիկներին ու պապիկներին, մեծերին հարգող, ընկերասեր, սովորելի առումով զարմանում եմ։ Ես սովորելի առումով զարմանում եմ։ Մեծ տղայից նույնիսկ ասում եմ գնա քնի, կամ գնա դուրս մի քիչ մանարի արի։ Նպատակասլաց երեխեք են ու շատ կարևոր ապրեն իրենք։ Ես շնորհակալ եմ քեզ քո ժամանակի համար ու ուրախ եմ, որ կարողացանք այս առիթը օգտագործել ու զրուցել ու կարծում եմ, որ առհասարակ պիտի նման արժանապատվական ունեցող մարդկանց ավելի շատ մենք տեսնենք այսօր եւ համացանցում եւ եթերում, որովհետեւ ինչ որ բան ինչ որտեղ այնուամենայնիվ կորում է մեր կյանքում։ Ես ձեզ շնորհակալ եմ, Մերիջան, քեզ շնորհակալ եմ, ոչ թիմին եմ շնորհակալ։ Թող ինձ կուզենան ծանր դատեն, կուզենան թեթև, բայց թող լինի ըստ արժանավորինս, որովհետև ես չեմ փորձում կադրում առավել եւս քոպես մարդու հետ հարցազրույցի ժամանակ խաղալ։ Ես չեմ սիրում, ես սիրում եմ, որ ինձ ոնց ճանաչում են այդպես կամ որտեղից գնացել եմ, ուր եմ հասել, այդ ընթացքում մարդիկ ինձ հետևել են ու կողքից են եղել, իրանք պիտի տեսնեն, որ ես չեմ փոխվում, ինձ ոչինչ չի փոխում, չեմ ուզում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ Ողջույն, մենք շարունակում ենք զրուցել Thema Realty համահիմնադիր Մարիամի հետ եւ միասին մենք խոսում ենք Դուբայում անշարժ գույք ձեռք բերելու մասին։ Մարիամ, առավել շատ հնչող հարցերից մեկն էլ այն է, որ արդյոք ճիշտ է, որ այդ տարածքը մնում է քեզ, երբ դու ձեռք ես բերում անշարժ գույք Դուբայում, որովհետեւ կան խոսակցություններ, որ դա 100 տարվով է իբրև թե տրվում եւ այլն։ Մհեր ջան, նշեմ, որ այդպիսի խոսակցությունները շատ են, դա համ ճիշտ է, համ ոչ։ Դա մեզ չի վերաբերվում, որովհետև երբ որ մենք, ձեռք ենք բերում անշարժ գույք Դուբայում, մենք անպայման դիտարկում ենք free hold զոնաները, իսկ դրանք Դուբայում շատ են։ Ու երբ որ արտասահմանցին, ընդունենք Ամերիկայի քաղաքացին, ձեռք է բերում գույք Դուբայում, free hold զոնայում, գույքի ողջ սեփականատերը հանդիսանում է տվյալ անձը, դա գրանցվում է իրենց Dubai Land Department-ում, այսինքն կադաստրում, եւ սեփականաշնորհման բոլոր թղթերի մեջ title holder-ը լինում ես հենց դու։ Շատ լավ, այնպես որ ես վստահ եմ, որ դուք ունեք մի շարք հարցեր, որոնք կապված են Դուբայում անշարժ գույք ձեռք բերելու հետ։ Դրանք կարող են լինել տարբեր համալիրներում, բնակարաններ, կարող են լինել առանձնատներ եւ այլն։ Այդ բոլոր հարցերով Մարիամը պատրաստ է ձեզ խորհուրդներ տալ, այնպես որ զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Լոս Անջելեսում առանց մեքենա վարել անհնար է ապրել։ Մենք բոլորս օրվա մեծ մասն անցկացնում ենք ղեկի առաջ եւ բնականաբար իհարկե ցավոք
հայտնվում ճանապարհատրանսպորտային տարբեր պատահարներում։ Փառք Աստծո, ամենակարևորը մեր առողջությունն է եւ ողջ լինելը։ Մնացած ցանկացած հանգամանք կարելի է լուծել, եթե կա ճիշտ մասնագիտական մոտեցում եւ ճիշտ ընկերություն։ Pro Color Collision Center-ն առաջարկում է իր աշխատանքը եւ ծառայությունները ձեր ավտոմեքենան վերականգնելու եւ շատ արագ կերպով այն նախնական տեսքի բերելու հարցում։ Պետք է նշել, որ այս ընկերությունը արդեն տասնամյակների աշխատանքային փորձ ունի եւ իր փորձառության շնորհիվ կարողանում է ապահովել ամենաարագ եւ լավագույն մոտեցումը։ Առաջին հերթին ձեր բնակարանից կամ ավտոպատահարի վայրից կարող են tow truck-ով արագ տեղափոխել մեքենան այստեղ։ Միաժամանակ իհարկե ձեզ կօգնեն ցանկացած հարցում deductible-ից սկսած մինչև շատ արագ կերպով ձեր ապահովագրական ընկերության հետ խոսելու հարցում։ Այստեղ աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, լավագույն մասնագետներ եւ իհարկե փորձառու մարդիկ, այնպես որ դիմելով հենց Pro Color Collision Center-ին դուք կարող եք շատ արագ կերպով լուծել ձեր մեքենայի խնդիրները։ I found that nothing in life is worthwhile unless you take risks. MX Motors. Good vibes all the way. Թե ինչ այսպիսին էր այսօրվա տետատետը, շարունակեք մեկնաբանել, տարածել տեսանյութը եւ բաժանորդագրվել ալիքին, եթե այդ ցանկությունն ունեք, մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։ Լավ եղեք, առայժմ։ The story you're about to hear is true.